դուք Լիլի Էլբակյանն եք, ասում եմ, Անելբակյանի աղջիկն եք, ասում եմ, փոխանցեք իրան, որ մենք իրան այնքան ենք սիրում, ասում եմ, ինչ հետաքրքիր, երբեք չեն ասում, դուք Լիլի Էլբակյանն եք, մենք ձեզ շատ ենք սիրում, երբեք։ Մեր մամաները միշտ ավելի լավ են։ Մարդկանց այտերն են, չէ՞ կարմրում, իսկ իմ ոտքերը կարմրեցին։ Բայց իմ համար ինքը ամենասիրուն կինն է ընդհանրապես աշխարհում։ Իմ մաման է գալու վստին, որ բոլորը տեսնեն, թե ինքը ինչքան սիրուն է։ Հիմա ինքը պատմում է, ինձ թվում է ինչ որ ուրիշ մարդու մասին է ինքը դա պատմում։ Էդգարի կորստից հետո ինչ դերակատարություն ունեցավ Լիկան ձեր կյանքում։ Եկել եմ ինքս եմ իմ մամային դա հայտնել, պատկերացնում եք, մենք գալիս ենք բանի, դա անհնար է Հրազդանի, ես է կարիք ունեմ միշտ մեկ հետ կիսվելու, եք ջան Էլ ինձ կնել ես։ Էլ ինչ որ մամայի մեջ կուզենայի, որ իմ տանը չլիներ հազիվ առանձնացել։ Եվ դա հանճարեղ է, եւ բոլոր դերասանները կարծում են Էլբակյանն ինչ լավ մտածեց, բայց մաման արդեն թաքուն անցել էր այդտեղ։ Բոլորը գիտեն, որ հարց չի եղել եւ եղել են Անջատումներ եւ միացումներ բազմիցս Այդ խաղը անընդհատ մերոնց միացնելու խաղն էր։ Էդգարն էր շատ ծանր ստանում ու շատ ուզում էր որ միանան ու ես ուրեմն այդ խաղի մեջ էի, բայց ես միշտ մամայի կողմից եմ եղել ու մտածում հիմա ես ինչ վատն էի պապայի հանդեպ, որովհետև ինչ մաման աներ իմ համար ճիշտ էր։ Էլմին եւ Էդգարը ոնց են տանում քո եւ Համոյի բաժանումը։ Եթե տանը վեճ կա, ինքը արդեն անառողջ է։ Իրանք կարելի ասել ինձ ռեժիսոր դարձրեցին։ Խոսակցություններ եմ լսել, որ իբր ես եմ ամեն ինչ խաղում, գիտեք քանի տարի անցել։ Եվ այդ քանի տարվա մեջ ես մենակ այդ երկու դերը ունեմ։ Միշտ իդեպ իմ մոտ խնդիրը ռեժիսորի ու դերասանի մեջ վեճն է։ Ու երկինք լամպամացե Ալեկոց միծո բացվի երկինք Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ Գործընկերներ Armenia Wine Կտուր AM Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տան մեջ։ Մեր դիալոգի այս թողարկումը տոնական է լինելու նվիրված մարտի 8-ին։ Իսկ դա նշանակում է, որ իմ տուն ռեստորանը լեփ-լեցուն է լինելու ծաղիկներով, գեղեցկությամբ եւ տաղանդաշատ մարդկանցով։ Ես այս հանդիպմանը շատ վաղուց եմ սպասել։ Ովքեր են լինելու իմ հյուրերը, մի փոքր ուշ կասեմ, որովհետեւ մինչ այդ ուզում եմ անպայման խնդրել բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին սեղ 1 զանգի կոճակը, որ առաջինը հենց դուք իմանաք նորությունների մասին, ինչպես նաև թողեք մեկնաբանություններ, ես դրանք սիրով ընթերցում եմ։ Չմոռանաք նաև գրանցվել իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին եւ թողնել նամակներ, մեկնաբանություններ, որովհետեւ ես ոչ միայն ընթերցում եմ, այլ նաև շատ հաճախ պատասխանում եմ եւ նաև այնտեղ կգտնեք անձնական արխիվ։ Թե ինչ ճիշտ ժամանակն է այս տոնական եթերը հարստացնել իմ հյուրերով, ովքեր են ինձ մոտ հյուր։ Այսօր իմ տաղավարում են լինելու շատ սիրելի արտիստներ, խոսքս Աննա եւ Լիլի Էլբակյանների մասին է։ Գնամ դուռը բացեմ։ Ծաղիկները։ Բարև ձեզ, համեցեք։ Ես իմ տոնական եթերը պետքա ձեզ հետ անցկացնեի։ Իսկ քեզ։ Եկեք, ինքան երջանիկ է, որ եկել եք չեք պատկերացնի, սա ձեր մարտի 8-ը եւ կանանց բոլոր տոները շնորհավոր։ Համեցեք։ Որտե դուք տեղով ծաղիկ եք, գարուն եք։ Ոչինչ, մենք գինին հետո կխմենք իրար հետ, մեզ չի խանգարում։ Ես համաձայն եմ, եկեք։ Տիկին Էլբակյան ջան, Լիկա, Լիլ, ես այս օրվան հիմա տպավորություն չլինի, որ ես այս տեքստը ասում եմ ասելու համար, բայց այնքան երկար եմ սպասել, ուզում եմ քանի տարի, ուզում եմ երկուսիդ հատուկ շնորհակալություն ասել, որ ձեր այս զբաղված կյանքի, գրաֆիկի, նաև ինչ որ առումով արդեն հոգնած հարցազրույցներից այս էտապի մեջ չմերժեցիք ու հատկապես իմ տոնական եթերը եկաք, որ այսպես դարձնեք էլ ավելի գեղեցիկ, էլ ավելի բովանդակալից, ուզում եմ մերսի ասեմ, լիքը։
Ինձ թվում է մենք որ ցույց տա ինքը մեր մեզ հետևող մարդկանց թե ինչքան եմ գրկելու համբուրել ձեզ։ Այդ ամենը ճիշտը կներ, բայց ամեն ինչ դեռ արժևում է, ես դեռ լիքը գրկելու եմ, համբուրելու եմ։ Առաջարկում իրար բարի գալուստ ասենք, հայկական խաղուն գինով։ Չէ, մի հատ օրը սկսել լավ գինը, լավ նշան, մանավանդ ինձ թվում է այնքան զբաղված եք առավոտները չեք հասցնում, չէ, վայելել, Տիկին Էլբակյան։ Գոնե վայելել։ Թե հասցնում եք առավոտյան։ Առավոտը իմ ժամերն են։ Ահա։ Առավոտը իմը պիտի լինի, ես ոչ թե վայելում եմ, վայելում եմ առավոտը։ Իսկ հետո սկսվում ավազք ու մեկել երեկոյան ասում եմ վերջ անջատվում եմ, պարկում եմ ու սկսվում։ Ուռա։ Ծապ։ Սկսվում է այլի վայելել։ Իսկ Լիկ ջան, քո առավոտը ոնց է սկսվում։ Շատ բարդ։ Առավոտը Էլ մի օր։ իմ աղջիկը, հա, քանի որ խորեոգրաֆիկում է սովորում ու բալերինա Տանձու պիտի բակմանով։ ինքը բոլորիս ասելա, որ իմ մկանները պիտի արթնանան առավոտյան, 5:30 բոլորս պատյոմ։ Դու էլ հետը։ Հա, որովհետև ես իրան պիտի ճանապարհեմ, դնեմ միս, հատուկ ուտելիքներ, որ ինքը Որտեղ ինքը չի ուտում։ ինքը չուտող է, ինքը կարողանա այդ ծանրաբեռնվածությանը դիմանալ։ Դրա համար ես մի առավոտը իր համար մի ամբողջ օրվա ճաշ եմ պատրաստում, ինքը 7-ին գա, բայց հենց իրանց ուղարկում եմ։ Հա, Էլ իմ ժամը։ Ինչա լինում, ուղարկում ես ինչա սկսվում այդ ժամանակ։ Ես կամ երաժշտություն եմ լսում, թե եմ խմում, սուրճ չէ, բայց լինում է որ մի հատ թե եմ խմում, մի հատ սուրճ եմ։ Այդ մի ժամը ես հանգիստ եմ իմ շան հետ, Օդրի հետ, այո։ Ու հետո շատ արագ մի 15 րոպե եմ հագնում եմ, տեսնում եմ որ արդեն այն ժամը անցավ, որ պետքա, հա, անպայման տունը լրիվ հավաքում եմ, այդ իմ սիրած պահն է, այդ էլ ընկերուս հետ խոսելով, պիտի անպայման ամեն առավոտ խոսեի։ Ես կբամբասեմ Արմենից։ Ես տունը հավաքեմ ու պայման դրանից հետո վազք։ Ահա, մեծ վազք։ Տիկին Էլբակյան, ձեր վայելքի բովանդակությունը ինչպիսին է։ Ես արթնանում եմ, ես սիրում եմ։ Դու դպրոց ոչ մեկի չես ուղարկում։ Ինքը արդեն լավ ուղարկել է։ Ես երեկոյան միս եմ եփում, երբեմն ուղարկում եմ իրան, որ ինքը հետո այդ միսը տա։ Ես էլ եմ։ Հա, այսինքն որ երկար պատմում էր միսը եփում եմ պատրաստում էր մաման որ ես չեմ հասցնում ինքնև։ Բայց ինքը հետո է ուտացնում բոլորիս։ Դե բնականաբար։ Մենք իրար կողք ենք ապրում։ Այո։ Լավ, Բարի գալուստ իմ տուն ռեստորան։ Մեծ հաճույքով, ես սիրում եմ այդ պահը։ ես իրան խոսք եմ Ինչն է ես մարդ։ Չունեմ ումից որ կարամ բամբաս։ Ես Քո փոխարեն բամբասում են, դու հանգիստ եղել ջան։ Ես եմ մտածում եմ, ախր ինչ որ բան պակաս է, մարդ պիտի նայ բամբասի, չէ՞, հիմա ես։ Դե, հետաքրքիր է, ինձ էլ վստահ եմ Լիկային էլ է հետաքրքիր, հաստատ առաջի անգամ ես, չէ՞, լսում թե հաճախ է ասում։ Չէ, ինքը միշտ գոհ է։ Միշտ գոհ է։ Հիմա ես դժգոհ չեմ։ Դե ինտրիգը գցեցի բակազից չի Քանի լինի։ որ ես որ փոքր էի, Հա։ բան է, ասենց խուճուճ էի, Այո։ ու շատ վայրի։ Ու ես որ արթնանում էի 4-րդ երեխան, բոլորը ասենց են։ Ու ես գալիս էի այդ խոպոպներով, այդ պրուժինաներով ու բոլորը ասենց հրճվում էին։ Հիմա ես արթնանում եմ ու նույն 62-63-ի մեջ եմ։ Չէ։ Դե ինչի տարիք։ Դե լավ էլի Տիկին Էլբակյան։ Հիմա Աստվածուհիները տարիք նախ մի վարքյան։ Չէ, որ ինձանից ճիշտը չխոսեմ, Արմենից խոսեմ, լավ չի լինի, դրա համար սենց։ Հիմա ես գալիս եմ, մտնում եմ խոհանոց, այդ ակնկալիքով, որ հիմա բոլորը պիտի ասեն, վայ, ինքը արթնացավ, ու ես սիրում եմ այդ բաները, գիշերանոցները, բոլորը գիտեն մանկական, այդ բանը ես գալիս եմ, Հողաթափերը։ հա, ու Արմենը չկա։ Բանը շախմատա խաղում։ Ու ամեն օր մեր մոտ սկսում Արմեն մի հատ նայի ինձ։ Արմեն մի վարքյան ինքը այդ շախը ինքը շատ։ Բայց ես տեսել եմ այդ գեղեցկությունը, այդ պատմը։ Ես սիրում եմ առավոտը, երբ որ ոչ քան չկա ու դու այսպես ես։ Բայց մի հատ բան ասեմ, տպավորությունն է, որ պարոն Էլբակյանը անverջ գայթակղված ու տարված է ձեզանով։ Այդպես տպավորություն է թողնում։ Չէ, Բա ո՞նց անենք առավոտ այդ շախմատից կտրվի այդ մարդը։ ուղակի։ Հա, բայց ճիշտ ասում, կարող է ուղակի քիչ է։ Ուղակի քիչ է։
Բայց իսումա այս նայելուց հետո պարոն Էլբակյանը առավոտյան գոնե շախմատը կթողնի։ Բան չի փրկի, շախմատը չեն թողնի։ Բայց ձեր մոտ կա, չէ՞, այդ պահին որ ուզում եք անընդհատ մի բան անեք, որ ուշադրություն դարձնեն, որ Արմեն, գոռացել։ Հիշում ես ուշացած թրջունում եմ, որ ասում են մուսաները։ մուսանես արել դեմ քշում։ Ուրա, բարի գալուս, գոհ երջանիկ եմ եւ շնորհակալ եմ, որ այսօր իրար հետ ենք ու մենք հիմա ճաշելու ենք։ Ես շատ նուրբ ճաշացանկ եմ կազմել։ Հուսամ ձեր քիմքին հաճելի կլինի, աշխատել եմ շատ ծանր բաներ չլինի եւ գեղեցիկ լինի։ Ուրախ կլինեմ, եթե հավանեք։ Շատ եմ հավանել։ Ես որ արդեն հավանում եմ, բացի դրանից ես երազում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պատրաստի ու դնի իմ դիմաց։ Բոլորին կապասի համար թատրոնում, չգիտեմ որտեղ, տանը բոլորին։ Դու իմ Դե եկեք գնանք, ես մատուցեմ ու երջանիկ զգամ ինձ։ Տղամարդիկ մշտապես ուզում են հասկանալ, թե ինչ է պետք կանանց։ Սիրելի տղամարդիկ, իրականում շատ կարճ մեկ բառով ես կարող եմ ասել, թե ինչ է անհրաժեշտ կանանց։ Կանանց անհրաժեշտ է ապահովություն։ Հավատացեք։ Եթե խոսենք օրինակ տան մասին, կանանց համար շատ ապահով է, երբ տունը ամուր է, պաշտպանված է, եւ ես ուզում եմ այստեղից մի փոքր անցում կատարել, խոսել տանիքների, կտուրների մասին։ Ես շատ հաճախ եմ ճամփորդում Հայաստանում եւ հատկապես մեր գյուղերում տեսնում եմ ասբեստից կտուրներ, ինչը իհարկե շատ վնասակար է մեր առողջությանը եւ ապահով չէ բնության եւ արհավիրքների դեմ։ Այնպես որ ես առաջարկում եմ ձեր տան ապահովությունը սկսել հենց կտուրից իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ի հետ միասին։ Ինչ է առաջարկում Կտուր AM-ը։ Այլևս անհրաժեշտ չէ միանգամից մեծ գումար ծախսել, որ կարողանալ փոխել տան կտուրը։ Դա կարելի է իրագործել ապառիկ տարբերակով։ Իսկ նրա համար, որ դուք չընկնեք բանկային երկար պատմությունների մեջ, Կտուր AM-ը առաջարկում է զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարով եւ աշխատակիցները հեռախոսի միջոցով կկատարեն ամբողջ թղթաբանությունը եւ ձեր փոխարեն կդիմեն բանկ եւ կստանան պատասխանը։ Եվ մի շատ կարեւոր հանգամանք նույնպես Կտուր AM-ը ապահովում է 15 տարվա երաշխիք թե կատարված աշխատանքի համար, թե այն նյութերի համար, որոնք օգտագործվում են ձեր կտուրները փոխելու համար։ Հավատացեք, շատ հաճախ այնքան կարևոր չէ դուք ինչ եք պատրաստելու եւ սեղանին ինչ եք դնելու, որքան կարևոր է թե ինչպես եք մատուցելու այս կամ այն ուտեստը։ Ես այսօրվա բոլոր ուտեստները մատուցելու եմ զարդարված ծաղիկներով։ Պատրաստելու եմ շատ թեթև, հեշտ աղցան, որը իսկապես շատ կանանց համար է։ Սկսենք։ Ինձ անհրաժեշտ է այսբերգ կաղամբ։ Հենց այսպես խոշոր կտորներով դնում ենք ափսեի վրա։ Բանջարեղենի համար նախատեսված այս քերիչով, մաքրիչով գազարը շերտատում եմ, դեղին պղպեղ, եթե նկատում եք բոլոր գույները շատ նուրբ են, և ավելացնում եմ թուրինջ, և սոուսի բաղադրությունը այստեղ։ Եվ քանի որ մարտի 8-ին նվիրված է այսօրվա եթերը, իհարկե աղցանը մատուցելու եմ ծաղիկներով։ Այսինչ սիրուն անախ, սկսենք դրանից, ճաշակով, արվեստի գործը, կարելի ասա ուտել։ Անպայման, ասա ձեր նկարիչով։ Ձեր նկարիչով։ Մենք փորձելու ենք շատ թեթև աղցան, իմ սիրելի աղցաններից մեկն է, որովհետև ամբողջովին բանջարեղեն, միրգ եւ իմ սիրելի սոուսով, հիմա կխառնենք, որ սոուսը խառնվի, եւ սա մեզ համար ճանապարհ կբացի դեպի մեր տաք ուտեստ, այսպես թեթևություն կտա, կգրգռի մեր տաքել է լինելու։ Ավելին քաղցրեղենն է լինելու վերջում։ Հուսամ կհավանեք, ես առաջարկում մեր խաղուն գինով շարունակենք, գինին մի փոքր քաղցրահամություն ունի խաղողի սորտի հաշվին, և լավ սկիզբ է մեզ համար, բարի գալուստ։ Եվ բարի հախորժակ։ Եվ բարի հախորժակ։ Իմ ամենասիրած համադրությունն է, որ քաղցրը ու կծուն կամ ինչ-որ ժամ։ Ես այսօրվա մենյուն ամբողջովին այդպես եմ պատրաստել, չգիտեմ կհավանեք դե։ Հաստատ կհավանենք։ Դրա համար ես օրինակ չինական խոհանոցը հենց մենակ դրա համար եմ սիրում, որ քաղցրի մեջ տենց սոուսներ կա քաղցր։
Շատ համավան։ Իսկ ես ծաղկները չեմ գտում, չեմ։ Ինձ մերն կնեղանան։ Հիշում ես մամաս մեկ Գարինյանը մենակ սենց բաներ եմ ուզում ուտել, որ միայն Իրոք շատ համա։ աղցաններ։ Ես գիտեմ, որ դուք երկուսդ միասին, որ հենց երկուսով լինեք, հարցազրույցներ գրեթե չեք ունեցել, ու ես ուզում եմ լավ առիթից օգտվեմ, այդ լավ առիթից օգտվեմ, ու խոսենք մի քանի բանի մասին, ինչի մասին ես վստահ եմ նույնիսկ կյանքի ընթացքում, անկախ նրանից, որ մայր ու աղջիկ կարող են լինել կամ երկու քույր, բայց բաներ կա դրա մասին չեն խոսում։ Որտեւ իրենց թվում է ամեն ինչ գիտեն ու այդ կարևոր բաները միշտ լուսանցքից դուրս է մնում։ Ես շատ ուզում եմ մենք մի քիչ լիկայի մանկությունից խոսենք։ Օ, ես չեմ հիշում, դու պիտի պատմես։ Ու ես վստահ եմ, որ այնպես չի, որ երեկոները նստում եք ասում մամի հատի մանկությունից Չէ, պատմում։ Հաստատ դուրս է մնում դա լուսանցքից։ Այս վերջերս բան եղավ լիկայի Իմ սկեսուրը, ես իրան շատ եմ սիրում, բայց այն ժամանակ տենց էր, որ շատ են երեխաներից ազատվում։ Եվ քանի որ ինքը երկրորդ պիտի ունենար չստացվեց, ինքը մտածում էր, որ լավ կլինի մի երեխա, չգիտեմ ինչ։ Քաղաքի կինը եւ այո։ Իսկ ես արդեն հասկացա, որ պիտի ունենամ։ Ու Արմենին ասացի, Արմեն դու ինչ կասես, Արմեն ասաց, թող ծնվի ու այդ բանը, որ պիտի, իսկ ես երազում էի աղջիկ, երազում էի ուղղակի, որ աղջիկ ունենամ, ու ծնվեց, չնուկ աչքերով, կլոր դեմքով, կլոր, ոնց էր բանով Կարկինով գծած։ Բաց էր մազերից գույնի այս այդ ֆոտոները։ Մազեր չուներ ջան։ Չէ, ինչ որ շատ բաց էի, չէ։ Հետո սևացա։ Եվ սուր դունչիկով, սուր այսպես, ոնց է կարգինով կլոր գծեց ու երանքինի։ Ու ես տեսա, էս ինչ երեխա, վերևից ցույց եմ տալիս բան, այդ գարչիկը իմ 4 տարեկան է։ Սենց նայեց հետո ասեց, վերևից ու կարմիր կետ էր ներքևից երևում ընդամենը, հետո այդ գարը եկավ, շատ իրան հագցրել էին, բան կոստյում, փափյոնով, փոքր 4 տարեկան, շատ դուր ձաձայնման դե ինքը մեծ է, ու ծնվել է իրա քույրիկը, եկավ, շատ լուրջ, նոր եմ կերակրել ու պարկած է, ես մամայի մոտ եմ, եկավ, ու սենց փորիկ են սենց արեց, գուդի սիրում է, մեկ է լիկան, կներեք ուտում ենք, ինչ որ կերել ենք խանտանը, ու բոլոր ասին, իտ գարես ինչ հարեցիր, ու մեկ էլ տեսնավ ես երեխեն, գնաց անկյունում, ու սենց էտ իրա, հետ իրա, սիրելը չանցա, չչանցա, որ ինքը տենց մեծ տենց եկել է գուդի անում ինքը շատ լավն է, չինուկի նման, ուղիղ շատ մազերով, այդ հիմա է գանգուր, սենց չոուչկա է կտում ու չինական, այդ երեխեքը, որ սենց նկարում են, ու շատ ուժեղ ընկերություններ անում այդ կարել, տենց մենք իրան շատ սիրում էինք։ Ես հիշում եմ, որ իմ համար հատուկ սիրուն շորեր էին, ով էր գործում։ Ես էի կարում, նախ Դե տիկնիկի տեղ դրած քեզ։ Եթե հիմա այդ ոճը լիներ, ես կհակնեի, սենց կլեչտի սենց հավես ստիլ է։ Բան, քառակուսիներով, այդ կրկներով, Անգլիական ոճ։ ամեն ինչը Շատ մտածված։ Շատ մտածված, որովհետև ինքը նման չէր ժամանակակից երեխեքի։ Սենց գնդիկներով Բայց մի բան, բլուզներ։ շատ գեղեցիկ ենք հագցնում ու տենց ես գործում էի, ես կարում էի իր համար, բայց մի անգամ ասեցի, ուրեմն բաներ, թատրոնի օրներ, Հա, այդ շատ ծիծաղալու մոտ։ ու անցնում է, ուրեմն մենք ապրում ենք Զաքյանի վրա եւ համար ասենց որ գնում ես բակերով, բանն է, կոմեդիայի թատրոն։ Այո։ Եմ այնտեղ պիտի լիներ այդ թատրոնի օրը եւ բացում է ես ու Ներսյան Տիկոն պիտի բանան ենք հաղորդավարները Թե Սոս Սարգսյանի 90-ամյակներ, թե ինչ։ Չէ, թատրոնի օրն է։ Հա, չէ։ Ու ես ասեցի լիկ, այսօր դուք ինքդ կհագնվես ու կգաս, որովհետև փորձ պիտի անեմ, զայնը, միկրոֆոնները եւ այլն։ Ու ես գնացի ու գալիս ա լիկը։ Կլինի ես պատմեմ, հետո դու պատմես, թե ոնց ինչ եմ ես։ Դու հագնվել ես պատմի տպավորությունները մաման առաջին Ուրեմն ես հակա այն ինչ որ ինձ չէր կարելի։ Մաման մի հատ տենց հետաքրքիր ջինսից տրիկո ուներ, տանն էր հագնում, ինձ շատ ուզում էի ես այդ ունենամ, բայց ինձ դա չէր կարելի եւ չէր կարելի բարձրակրում կոշիկներն է փոքր երեխա։ Ես որոշեցի, որ դա անպայման պետքա համադրեմ։ Ու
այդ ջինսից տրիկոտ մինչև ստեղ քաշեց։ Այդ բարձրակրունկներ ու ինչ որ էլի մի բան, որը մամային էր, ոչ իման իմը չէր։ Նույնիսկ կարծեմ ինչ որ մեյքափ էի արել, չէ։ Բնականաբար, սուրմաների շուտներ կա։ Հա, ու հետո մամայի ռեակցիան էր ահավարտից աղալու այդ այդ դուպան։ Իսկ իմ մաման հոկեբան է, գիտե, ու մենք 4 երեխա ենք, Էլդա Գրինը։ Ու մենք 4 երեխա ենք եւ մեզ մոտ ոնց որ ընտանիքի կենտրոնը երեխաներն են։ Եթե երեխա ծնու ինքը միշտ թորներին, ծորներին կենտրոնում, եթե երեխա վերջ այդ մի աշխարհը եկել ու այդ աշխարհի շուրջ բոլորը պտտվում են։ Ու ես այնտեղ բոլորին թաթերագետներ անուններ չեմ ուզում տալ եւ այն բոլորին ասում հիմա իմ աղջիկը կգա, ուրեմն մոռացել եմ այդ փորձը, իմ աղջիկը մտածում եմ իմ աղջիկը որտե բոլորը շատ սիրում էին ու այդ ոճը մի տեսակ շատ ուժզավի հացնում են ինքը, հա ու մեկ էլ գալիս է կտկտիկ ինչ կոշիկ։ Կոններ, ամեն ինչ կոններ։ Բայց ինքը փոքր է, կոշիկներով։ Կոշիկներն էլ մեծ էին վրա։ Բնականաբար Կոշիկներով, այդ բանով մինչև ստեղ, բայց նասկիները, չգիտեմ ինչի բան, ժանյակավոր։ Վրայից։ Ես իրան դե ժամանակը, ես չես հակնի, Էս չի կարելի, ես չի կարելի, ես ու գազարագույն չի։ Այո Տասնա հետ չենք հակնում եւ այլն նվիրել են չի հակնում ուրեմն աչքը այդ բանի վրա իրար հետ կապ չունեցա գազարագույն սվիտեր ու քսված մի հատ սենց ու ես ու իմերես ու բոլորը սենց Եկավ աղջիկը Չէ, եկա սենց ասում ես եկա սենց արեց հա արի սենց դանդաղ տալու հետևում կոծքում այ իրան պիտի կորցնեմ բայց ես եկան գոհեի վերջապես երջանիկ վերջապես իմ ճաշակը Բայց ես հիշում եմ Լիկան ինստիտուտում է լավ կարմիր այո բոլորը չէին սիրում բոլորը ասում էին էս ինչը մենք դիմանում ենք ես դրա համար հիմա դեռ քո անցումային շրջանը չի անցել մենք դիմանում ենք Արմենը սենց այդ որ ասում է բամբասում են մաման ու պապան Արմենը սենց էլի կարմիր տշախ լարի կանցնի ժամանակավոր է բայց դա էլ ունի պատմություն ուրեմն մետրո թատրոնում Այո կար ստուդիա, որտեղ այդ ստուդիայում բոլորը խաղում էին Ձյունանուշիկ եւ այլն, իսկ ես գնում էի մամայի հետ ուղակի մետրո թատրոն։ Եւ Ձյունանուշիկի մեյքափը այդ կարմիր թրշերն էր, շատ սիրուն թարթիչներ, փայլեր, կարմիր բերան անպայման։ Ու իմ համար դա ամենասիրուն մեյքափն էր, որ ուտեց մնացել էր։ Ու մի անգամ ես Ձյունանուշիկ ինձ խաղացրել էին Էմաներ գրիմյորելի տենց գրիմերան։ Ու ինձ թվում էր, որ դա է ամենակ ինձ սազում։ Դա իմն է։ Ու ես ուրիշ բան չէի փորձել, այսինքն երևի ես դա փոխեցի արդեն 4-րդ կուրսի վերջում, երբ մի օր կուրսեցիներս բոլորը իմ նման քսվել էին։ Ու եկան փորձի ու ես տեսա թե այդ ինչ տգեղան կողքից իրանց վրա ու որոշեցի որ ես էլ ընդհանրապես մեյքափ չեմ անելու դա էլ ուրիշ Շատ լավ պատմություն շատ բաներ իմ ռեակցիան որ ասած տեսա բոլոր տղա աղջիկ բոլորը իմ նման կարմիր տշերով ես ոնց որ խաղում ենք ինչ որ ներկայացում էր պտտվում եմ տեսնում եմ բոլորը նույն մեյքափով գալիս են դեմ ահա որ էր ու մի անգամ ցույց բժշկվեցի հա Լիկ դու որ տարիքից ես մամային հիշում ու ոնց ես հիշում իրան բոլոր Չէ, դա որ տարիքից իմ որ իրա բոլոր տարիքները հիշում Չէ, դա երևի կատ ուտել բան այդ նորացին ժամանակները չեմ կարող հիշել, բայց շատ հենց ասոցիատիվ հիշողություններ ունեմ, օրինակ հոտը, մազերի այդ հենց այդ ձևը, որ հիմա ես էլ անում եմ, սիրում եմ, ես ինքը միշտ իմ կումիրն է եղել, երևի դա չի կարելի ասել, բայց իմ համար ինքը ամենասիրուն կինն է ընդհանրապես աշխարհում երևի մենակ դա համար չէ որ իմ մաման է որտեվ ինքը շատ իմ ճաշակով է ես հենց սիրուն եմ այդպես եմ նույնիսկ հոլիվուդյան դերասանուհիներից կամ որ իրա նման է ես այդ է իմ համար գեղեցիկի ոնց որ այդ ալանը ու ես հիշում եմ որ ես երազում էի այդ լավ պատմությունն որ մաման ինձ դպրոցից վերցնի որ իսկ մեր դպրոցը շատ մոտ էր այսինքն կարիք չկար դա երևի փոքր ժամանակ վերցրել է բայց այն արդեն վերցնելու այդ տարիքում կարիք չկար որ ինչ որ մեկը քեզ դպրոցից վերցնի որովհետև Ամիրյանի մի փողոց էր ես գնում էի տուն բայց ինքը որ օրերը գալիս էր ես հպարտ էի որ իմ մաման է գալու վերցնի որ բոլորը տեսնեն թե ինքը ինչքան սիրուն է ու այդ իմ համար հպարտություն էր որ Հիմա ինքը կգա ու բոլորը կտեսնեն։ Ու որ ինքը գալիս էր տենց իր մազերով, այդ իր ոճով,
Իսկականից բոլորը մինչև հիմա ես ուր գնում եմ նույնիսկ Եվրոպային այս վերջերս հյուրախաղերի էինք բոլորը սենց են դուք Աննա Էլբակյանի աղջիկ չէ դուք Լիլի Էլբակյանն եք ասում եմ Աննա Էլբակյանի աղջիկն եք չասում եմ փոխանցեք իրան որ մենք իրան այնքան ենք սիրում ասում եմ ինչ հետաքրքիր երբեք չեն ասում դուք Լիլի Էլբակյանն եք մենք ձեզ շատ ենք սիրում երբեք Իսկ կոնֆլիկտ չես ունեցել այդ հարցի հետ Չէ, չնայած մաման ասում է, որ ես իր կյանքը կրկնում եմ երբեմն, հա, ասում եմ երիտասարդությունը ոնց որ անցնես, նույն ձևի կրկնես։ Բայց այս տարիքում արդեն ուրիշ ձևի է։ Հա։ Ուշանում ես։ Ինքը ավելի լավն էր այս տարիքում։ Մեր մամաները միշտ ավելի լավ են։ Չէ, դրանում ուղղակի ինչ որ ինքը ասում է, որ մինչև հիմա իրականում ինձ համար ես օրինակ, այդ պիտի ասեմ անպայման երկու տարբեր մարդիկ ենք։ Մինչև Էդգարը, Էդգարից հետո։ Այո, իհարկե։ Մինչև ապաշխարելը, ապաշխարելուց հետո նո այդ մինչև Էդգարը։ Լրի, ես հիշում եմ, ես որ գնում էի իրոք իր մոտ, կարճ փեշով կամ շորտերով եւ շատ ջահել է երևում, շորտերով։ Հետո ես եկա տուն մի օր Մուղակի հասկացա, որ այս տարիքում ինչ անենք, որ ես երիտասարդ եմ։ Հիմա երևի ոչ ոք չի հասկանում։ Եվ դա իմ մեջից էր։ Իմ ոտքերը սկսեցին քրտնել եւ կարմրել։ Ամոթից։ Մարդկանց այտերն են, չէ՞, կարմրում, իսկ իմ ոտքերը կարմրեցին։ Ես եկա տուն, հիմա երևի կասանաս ինչ հին է, ինչ բաբոյա, բան, այդպես ա եղել։ Ես բացեցի բանը, զգեստապահարանը, ու նայեցի 1 2 3 4 5 6 7 8 բոլորը կարճ փեշեր, ու ասեցի ստեսում, ու մինչև հիմա նրանք իմը չեն։ Վերջ, ես հասկացա, որ ես ներքուստ մի հատ ուրիշ փուլ եմ, ու ինձ համար, ես ինձ չեմ ընկալում հիմա, նախ որովհետև հետո գերացա, ավելի շատ ուռեցի այդ գարից հետո եվան, ես ինձ չեմ, դրա համար են դոյի պոսլ, ես ոնց որ հիմա ինքը պատմում է, ինձ թվում է ինչ որ ուրիշ մարդու մասին է ինքը դա պատմում, ովքեր ասում եք Լավ մի տխրեք։ Բայց մի հատ հետաքրքիր բան եք ասում։ Հիմիկվա մասին բան ասեմ, դե մաման այդ երիտասարդ տարիքում sense բոլորը ասում են շատ սիրուն է Երևանի սիրուն աղջիկ, բայց իմ տղան Էդգարը, որ ցույց ենք տալիս մամայի այդ երիտասարդ նկարներ, ասում է Էս ինչ գեշա։ Ասում ենք ինչ ասում իմ տատիկս չի, իմ տատիկս սենց է սիրում։ Ու սկսում է ինձ ճմրթել։ Այսինքն իրանք ընկալում են այն պահից մամային, որ պահից որ իրանք են ծնվելու տեսել։ Այն հինը իրանց դուր չի գալիս, էլի։ Մի օտար բան է։ Լիք, իսկ բացի այն, որ քեզ համար հաճելի, որ այդքան սիրուն է քո մաման, հայտնի է եւ այլն, բայց ինչով էր առանձնանում ինքը աշխարհի մնացած բոլոր մամաներից քեզ համար։ Հետաքրքիր հարց ես տալիս չեմ քանի որ մամայա միշտ եղել նաև երևի հիմա նոր ավելի հիմա ես արդեն իրան մենակ իմ մաման որովհետև շատ ես երևի sense собственник բան կա ես միշտ իրան իմ մաման իմ սիրուն իմ բայց հիմա ավելի քանի որ եղել է որ աշխատել ենք իրար հետ որպես ռեժիսոր ու դերասան նաև իրան որպես դերասանուհի առանձին ընկալում եմ ու արդեն ինքը իմ համար շփման մեջ էլ մենք երկու անհատ ենք, որոնք ունեն համաձայնություններ եւ անհամաձայնություններ, բայց ինքը իր առանձին տեսակն է արդեն, որին ես արդեն տեսնում եմ այս բանը ես սենց կանեի, իսկ այս բանը ինքը սենց արել, իսկ ես սենց ու արդեն լրիվ ուրիշ կերպ ես մոտենում, այդ բանը որ ուրիշ է արդեն որպես նաև դերասանուհի ոչ թե մենակ քո մամա ուրիշ կերպ ես ընկալում Տիկին Էլբակյան, անշուշտ յուրաքանչյուր երեխա ունի իր տեղը մեր կյանքում եւ մարդուն, ով որ ճաշակել է նաեւ որդի ունենալու երջանկությունը եւ աղջիկ ունենալու, գուցե մի փոքր խրթին թվա հարցս, բայց եթե ֆոկուսը բերենք հիմա Լիկայի վրա, որտեղ միասին ենք այստեղ խոսելու ենք Լիկայի եւ ձեր մասին, ինձ հետաքրքիր է ինչու է անհրաժեշտ որ կինը աղջիկ ունենա։ Մի ուրիշ զգացողություն։ Ինչ զգացողություն է։ Դու գիտես։ Ես էլ գիտեմ։ Աղջիկ, չէ, աղջիկ հայ։ Աղջիկը մի այդ ուրիշ բան է։ Դե Էդգար մասին գիտենք sense բոլորս որ Էդգար աղջիկը ուրիշ է։ Մի տեսակ ես չգիտեմ, շատ քո ծաղիկն է, քո չգիտեմ, նրբությունն է, քո ամեն ինչն է, ուզում ես որ ինքը երջանիկ լինի, ուզում ես որ ինքը միշտ ու դրան համար երևի ինչ որ մի դարդել կա բոլոր մամաների մոտ, որովհետև այն ինչ որ դու տարել ես, նեգատիվ չէ, որ բոլորը ունեն եւ պոզիտիվ։ Այն բացակ հանկարծ իրան չկպնի ու դրա համար այն ինչ որ իր մոտ
այնպես չի լինում, ես շատ ծանր եմ տանում։ Ինքը ինձ համար, չգիտեմ, եղել է իմ երազանքը, ինքը այդպես երևի չի մտածում, բայց ինքը իմ Չէ, ես Սեփական արտացոլանքը տեսնել, ինձ հետաքրքիր է։ Գիտեք ինչ եմ ասում, ինքը այդպես չի։ Հա, որովհետև ես բացի հիշեցի։ ամենից ես օբյեկտիվ եմ ու խիստ եմ։ Այդպես եմ տեսել իմ մաման, ինքը ամենաթող էր իմ մաման, ամեն ինչ թույլ էր տալիս։ Բայց ինքը նաև արդարամիտ էր։ Թվում է, որ իրան ամեն ինչ այտենց ոնց լկստված եւ այլն, բայց չէ, ես շատ խստություններ ունեմ ու դրանից կարող է ինքը նեղանալ։ Չէ, ես հիշում եմ, չէ, մի խնդրի։ Ես հիշում եմ, որ մամային ասում էի, ես ուզում եմ հենց քո նման լինեմ։ Ինքն էլ ասում էր, ախր դու իմ ճաշակով ես ծնվել, ոնց ինչի ես ուզում իմ նման լինես։ Իսկ ես ուզում էի, չէ, ես շատ ուզում եմ հենց քո նման, լրիվ քո նման լինեմ։ Ու ինչքան մեծացա, հետո սկսեցի տենց չէ, աղջիկները մամային են, հետո փոփոխություններ եւ այլ, ու հետո հետաքրքիր բան եղավ, Արշոն մեր Հարությունը մի օր ասեց Դու ինձ հետաքրքիր չես, երկու Աննա Էլբակյան, հիմա երևի որ լսի կնեղան, երկու Աննա Էլբակյան չի լինում, ասեց դու պիտի քո անհատականությունը պահես եւ այլն, ու ես երկար մտածում էի, որ բայց միևնույնն է, այդ ոնց որ անկախ քեզնից էլ ես նմանվում, որտեվ հիմա օրինակ մաման շատ նմանվել է իր մամային։ Մենակ արտաքինով էլ չէ, ներքին վիճակով ես ավելի գնում եմ դեպի մաման։ Էլմինի Համոյն էր նման որ ծնվեց։ Հիմա ինչքան մեծանում է, ես զգում եմ որ արդեն երևի այդ շարժու ձևն էլ կա, այդ արդեն օրինակն էլ կա, որ աղջիկները մեկը կարող է papayin նման են ծնվում, բայց հետո նմանվում են մամաներին։ Հետաքրքիր բան է։ Ես չեմ ուզում մենք տխրենք, բայց նաև ձեր թույլտվությամբ, եթե դեմ կլինեք, չենք խոսի սրա մասին, բայց ինձ հետաքրքիր է, որտեղ մենք երբեք սրա մասին չենք զրուցել։ Էդգարի կորստից հետո ինչ դերակատարություն ունեցավ Լիկան ձեր կյանքում։ Ես մտածում եմ, որ ինքը այնքան ծանր է այդ տարել, որովհետև ես օրինակ ինձ վրա ֆունկցիա էի վերցրել, որ հետո շատ դժվար էր դրա տակից դուրս գալ։ Ես որոշել էի նույնիսկ մամա, ես եկել եմ ինքս եմ իմ մամային դա հայտնել։ Պատկերացնում եք, մենք գալիս ենք բանի, դա անհնար է հրազդանից եւ ես ասում եմ, որպեսզի տեսնեմ, որ ինքը չի ուշադապ։ Հետո իհարկե դա այդպես չընկալվեց։ Ու բոլորին թվում էր, որ ես սենց հավաք եմ եւ այլն, որովհետեւ ես որոշեցի, որ ես չեմ թույլ տա, որ իմ կողքինները այդ իմն է ու իրանք պիտի ես պիտի չփլվեմ եւ իրանք պիտի ապրացնեմ։ Սենց մի հատ ֆունկցիա, որը մինչեւ հիմա անում ես։ Անում եմ, բայց ինքը այնքան էլ ճիշտ չի, որովհետեւ ես է կարիք ունեմ ինչ-որ մեկի հետ կիսվելու, բայց երբեք չեմ կիսվել։ Բայց հիմա հասկանում եմ, որ ինքը շատ դժվար էր դա տանում, շատ մինչև։ Դե իմ ամենավատ տարիքն էր 13։ Հիմա որ աղջիկս այդ տարիքում է, ես հասկանում եմ, թե ես ինչ վատ տարիքում էի այդ ժամանակ։ Եվ հիմա ուղղակի ուզում եմ, քանի որ եղավ այս խոսակցությունը եւ մարտի 8-ին անելված, ես շատ եմ զրուցում, շփվում, ընկերություն անում մայրերի հետ, որոնք անցել են։ Ու հետո երբ որ եղավ պատերազմը ես հասկացա, որտեղ ես առաջինը որ ոնց որ ճճացի ներքին, ասեցի ինչու ես ասում։ Եվ լսեցի ներսս ձայն, ու այդ իմ ձայնը չէր։ Ես հավատում եմ, որ դա Աստված էր խոսում։ Իսկ ինչու ուրիշ մայրերը։ Ասենք ինչով ես դու ինձ, որովհետև կան կանայք, որ դա տանում են։ Իսկ ինչու դու չպիտի տան։ Ու ես հասկացա, որ սա մի առաքելություն է, որ ես պիտի ուղղակի հերոսաբար դա տանեմ։ Հիմա ես մտածում եմ, որ իհարկե պետք է կիսվել իրար հետ, որովհետև մի մարդ դա չի կարող տանել։ Ու քանի որ այսպիսի բան կար, որ մենք չենք հատուկ ոնց որ այդ դարդը սենց ասեմ, բարձացնում ու դարձնում ինչ-որ բան։ Չնայած դրա մասին շատ է խոսում։ Համարը ամբողջ Հայաստանը մեր տուն էր գալիս այդ օրերին, հասկանում եք։ Այդ ժամանակ դա ինչ-որ մի մեծ իրադարձություն է։ Իրականում շատ կարևոր է, որ իրար հետ կիսվեն։ Ես օրինակ ուզում եի սենց, ու ինձ թվում էր իմ մտքի մեջ, որ մենք ամեն բան անում ենք, որ Լիկայի համար ծանր չլինի։ Եվ ես այդ ֆատ իր անցումային շրջանում եղավ, հիմա ես հասկանում եմ, որ ինքը շատ ծանր է տարել։
եւ քանի որ ես ինչ որ գերբնական ֆունկցիա եմ վերցրել, որ ես բոլորը այսպես էլ ալինում եւ այլն պիտի կիսվեն իրար հետ։ Ես նորից ես ավելի շատ հիմա մտածում եմ, որ ես երևի չեմ խորը հասկացել, որ ախր ինքը իրա բանն է ապրում։ Ինքն էլ իր ողբերգությունն է։ Ու շատ ինքը իր ողբերգությունը ու էլի նորից ուզում եմ այսօր ներողություն խնդրել ու մի բան էլ ասեմ։ Մենք պիտի կարողանանք եւ ներել եւ ներողություն խնդրել։ Դա շատ կարեւոր մի բան է, որպեսզի արձակվենք։ Մարդիկ այնպեսին են, ինչպեսին որ կան։ Երբեք իդեալական։ Երբ որ ինձ լավ բաներ են ասում, ես միշտ ասում եմ, ախր եկեք ես ձեզ պատմեմ, ամեն ինչ որ ես գիտեմ իմ մասին։ Դրա համար մենք այնպեսին ենք, ինչպեսին որ կանք, ու մենք կարևոր է իրար ներելը եւ ներողություն խնդրել։ Դեք ջան կներես։ Վել ինձ կներես։ Քանի որ մենք խոսելու ենք նաև Լիկայի բալիկների մասին, ինձ շատ հետաքրքիր է Աննա Էլբակյան տատիկին տեսնել։ Ես առաջարկում փոխենք ուտեստը։ Փոխենք Բայց ես նենց համով ես հետո էլի պիտի անպայման։ Դու ինձ կդնես, ես կտանեմ։ Ես այդ ամենասիրած բաներից մեկն է միջայլը։ Հատկապես երբ որ իմ ընկերները հավաքվում են եւ մենակ ապրող մարդիկ են, ասում եմ, առավոտյան հոչ ես կանգնել մի բան պատասխան։ Սարքես տալ էլի։ Դու ինչքան ես ինձ նման։ Ես նայում եմ այս ամեն ինչին։ Ինձ դու կարող ես եմ քեզ տնել։ Մանավանդ որ կատուներն ու եսը դու տեսել ես։ Ես տեսել եմ կատուներն ու եսը ոգեշնչվել եմ եւ դրանով ինստիտուտ եմ ընդունվել։ Տիկին Էլբակյան։ Հոգու մի անկյունում այնքը սենց եղավ ու էլ չկա։ Ես պոեզիա չեմ կարդում, բայց մեջս կարդում եմ անընդհատ։ Այսօր կարող է լիք համոզենք մամային մի բան կարդամ ես։ Կարող է նվագես։ Չէ։ Ալեկոց միծով բացվի երկինք ու ես կասեմ քեզ բարև բացվի երկինք ու ես կասեմ քեզ Ուրեկորել այն խրճիթը մենավոր ու միայն կամին է սուլում ահավոր բացվի երկինք ծակիրար է ու ես կասեմ քեզ Երկինք լամպամած է ալեկոց միծով բացվի երկինք ծակիրար է ու ես կասեմ քեզ Պատրաստում եմ տանձով հավիլյարդ։ Տանձով հավիլյարդ, շատ համեղ, թեթև, շատ կանացի ուտեստ կարագ, մի փոքր շաքարավազ եւ տապակում ենք շերտատած տանձը։ Սկսենք մատուցել։ Հենց նույն թավայի մեջ ավելացնում եմ ձիթայուղ, տապակում ենք սոխը
ավելացնում եմ սխտոր, ավելացնում եմ մանրացրած հազրևարդ, մի փոքր աջիկայի մածուկ եւ դնում եմ հավի թոքը։ Հիշեք, որ շատ կարճ եք տապակելու, որ չչորանա եւ ձիգ չլինի։ Իրականում սխալվում են, երբ որ երկար են տապակում հավի լյարդը։ Ավելացնում եմ Armenia Wine ընկերության V&M կոնյակը 5 տարեկանը, իսկ դուք գիտեք, որ այս կոնյակը ամբողջ հնեցման ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո է հնացել, հուսամ կփոխանցվի դա իմ ուտեստին։ Աղը ավելացնում ենք ամենավերջում, անջատելուց մի րոպե առաջ։ Սկսում ենք մատուցել։ Եվ իհարկե զարդարում ենք մի քանի ծաղիկով։ Կարամելիզացված տանձով հավի լյարդը կոնյակով պատրաստված։ Հուսամ կհավանեք, առաջարկում եմ հետը վայելենք օրգանական գինի, մի քանի տեսակի խաղողի սորտերի բլենդ է եւ ամենակարևորը, որ Հայաստանում առաջին սերտիֆիկացված գինին է որպես օրգանական գինի, ամբողջ ցիկլը, անգամ մոլախոտերի վերացնելը գառնուկների միջոցով է արվում, միջատների եւ այլն, շատ համեղ գինի ես ինքս շատ սիրում եմ, հուսամ ձեր դուրն էլ կգա։ Դեպ ասեմ, ես հատուկ գինիների վրա մասնագիտացվել եմ, որովհետև համոն գին է գործել։ Այո։ Եվ իրոք տակառի գինիները շատ լավ են։ Օրգանականը ֆանտաստիկ է, հեսա կփորձենք։ Բայց ինչ որ ձևեր կա, չէ՞, սենց Հա, հատուկ։ դե սենց Սպիտակը շատ օդահարելու կարիք չկա, ավելի շատ կարմիրը, որ բույրերը բացվեն, բայց սովորության Բայց հա, հոտը որ մի փոքր սենց է, բայց երբեք չսովորեցի սա պրոֆեսիոնալ անել։ չեմ հավատում։ Հիմա համովարը սավարտում ունի, կաս սխալ ես անում։ չէ, կարող է այսպես սենց Կարող բաժակը պիտի պահես։ Դու պատտվես։ շուրջը։ Հոտը շատ լավ է։ Համնել։ Հա, չէ։ Ինքնա, չէ։ Լավ է։ Շատ սիրուն է։ Ինձ շատ հետաքրքիր է, որտեղ ես Ուլիկան դեռ դրա մասին չեն կարող խոսել։ Ինչ է փոխվում կնոջ մոտ։ Երբ տատիկ է դառնում։ Էդ իմաստը։ Ինձ թվում նախ առաջի բանը, այդ զգացողությունը, որ իմացա, որ արդեն ինչ որ չէ, մեկը կա, ինքը կա, Էլմին, իրանք եկան մեր տուն, ասեցին ու եկան, ու որ զանգը տալիս էին, ես դուրը պիտի բացե, ինձ մոտ տպավորություն էր, որ ինձ վրա կյանք է գալիս, ինձ հետաքրքիր, դեռ նոր առաջի լուրն է, որ ինքը իմացա, որ Բայց դու գիտեիք արդեն զանգը տալուց, թե դեռ Գիտեի, ինքը ասեց ու իրանք եկան մի կես ժամ հետո, այ ես է դուրը բացում, այլ երկուսով են դեռ։ Ես չգիտեի։ Նրանք ովքեր ուզում են հանեն այդ բալիկին։ Ինձ թվաց ես հիմա կբացեմ ու կյանքը այս սենց կներխուժի։ Ու հետաքրքիր է, որ ինքը էլ մի ամբողջ ընթացքում ինքը շատ տարբեր համ երազներ ա, ես ուզում էի շատ տղա, բայց այդ կա է պահվարելը չգիտես աղջիկա թե տղա, սենց թե տղա, որ ամն Էդգար տնեմ, որ աղբորս եւ այլն, սենց ավելի այդ տենց հին երազանք ու մաման ասաց ես երազ եմ տեսել աղջիկա լինելու ու ասաց ես տեսել եմ որ մի աղջիկա իմ ձեռքը բռնած քայլում է ասում խոզում երազում բարձր լսում եմ որովհետեւ ես ուրախության աստված եմ Որտեւ եթե լինի այդ տղան իր վրա կգցեք կդնեք ամբողջ այն Էդգարի այդ բերը Էդգարի բերը ինքն է Էդգարից հետո ինքն է անունը Էդգար այվան տղան դեռ կլինի ու մենք որ գնում ենք բան սոնոյի ուրեմն ասում են աղջիկա մեկ էլ տենամ համոն սենց ինչ որ բան արեց ինքը հա տղա չես իսկ գիտեի որ տղա չի էսի աղջիկն է ու ձեռքը բռնած շատ հիմա Էլմին ամենամտերիմը
մամայի հետ է, ասենք իմ հետ այդքան մոտ չի, ինչքան մամայի, ինքը լրիվ տատիկի, ոնց որ կարելի ասել, տատիկի թոր Էդգարը պրոդուկտն է։ Հա, Էդգարը պապիկի, իրանք հավասար կիսել են։ Պապիկի համար խենթանում ու շատ նման պապիկին, իսկ Էլմին որ ծնվել են ընդհանրապես նման էր այդ իր խուճուճ մազերով, բան նկարներ ունեն, ոնց որ նույն մարդը մեծ դեպք փոքր դեպք, շատ իրար նման են բնավորություններով էլ։ Ահա որ, նույնիսկ ես մեկ-մեկ այնքան որ նյարդայնանում եմ, այն ինչ որ մամայի մեջ կուզենայի, որ իմ տանը չլիներ հազիվ առանձնացել։ Ինչն է որ չէր ուզել, հա։ Դաստիարակում այց մեկ-մեկ արդեն ինքը։ Մեն որ ինչ էր, մամա ասում է, ինչի ես չգիտեմ սրբիչով story գցել ասում։ Իմ դասարանցիների մոտ ամոթ է կտեսնել։ Վայ, ասեցին, մենակ դու էիր պակաս։ Գիտես, բակյան այս հարցը ուզում եմ տամ ու հենց այս բառով։ Հավես է տատիկ լինելը։ Շատ, այդ անեկդոտի պես է, որ իմանա միանգամից սորգում եք։ Ինչն է դրա հավեսը, ինչ հավես բան կա։ Դու հետաքրքիր բան, ոնց որ քո կյանքը ինքը բնության պես բան է։ Ոնց է որ տերևները թափվում են, հետո բողբոջներ են, չէ՞ գալիս ու ծառը նորից գիտի, որ ինքը ապրում է։ Հիմա ես չգիտեմ ոնց բացատրեմ, բայց մի հատ մեր հուշարարը երեք լիրարքայի փորձին ասեց, ես դառնում եմ բան ծոր եմ ունենալու ու ասեց ու այդ այնքան լավ ու ես հասկացա, որ ինքը այդ обновление նորոգությունը, այդ արմությունը կյանքի նորից ապրում է, հետաքրքիր է, չափսոսած, որ ինքը մեծ անդեղ ծոռ է, ոչ չէ։ Այս մի ուրիշ զգացողություն է։ Իսկ մի հատ էլ բան հարցնեմ, էլի, երբ որ թորնիկները ծնվում են, երեխան քո սեփական երեխան մի տեսակ երկրորդ պլան է մղվում։ Չէ։ Այո, Ինքը կարող է մերժվածություն ապրում, բայց չէ։ Այո։ Չէ, ինձ համար չէ, ուղղակի մեր մոտ մի քիչ խախտված է այդ, որովհետև այս ընտանիքը բոլորը համոյով էլ մեր երեխեքն են։ Այս սենց մեր դիրքը այն է, որ բոլորը մեր երեխեքն են։ Ոնց էս ավակին ավելի շատ, չէ՞, ինչ բայց չէ, որովհետև ներքին ինչ որ բան կա ենթագիտակցական, որ երեխան ինքը արդեն պատասխանատու է, համ ինչ որ բան է, համ ինչ որ իր հանդեպ ասենց բան վերաբերմունք, որ դու ուզում ես իրան հետ պահես, մի քիչ օգնես այդ ամեն ինչում, սա իմ երեխան է։ Ինքը կարող է դա չի զգում, բայց Չէ, ես զգում եմ։ Բայց ինձ թվում է, որ ինքը շատ ուրախանում է, երբ որ օրինակ ես վերջերս լավ պատմած գախնիկա, բայց ինչ որ նեղված էր մամա, այն ջղային էր, ես զանգեցի, ասենց լավի վրա ջղայնացավ։ Եկել ես Էլմի ջան, խնդրում եմ, էլի տատիկը մի քիչ նեղված է, կարաս նենց իբր զանգել ես ինչ որ բան պատմես, քո հետ կխոսա, ուզում է իրան հանե այդ վիճակից Էլմին զանգեց, մի ժամ Էլմի հետ խոսած, ինչ ես հագնելու, չգիտեմ ինչ, իսկ ես պոանտը, չգիտեմ, քնությունը պատմեց, մի երկար զրույց էր դա, ու ես մտածեցի, ես ինչով էի վատ խոսում, այդ պոնտը չանցա, իսկ Էլմի այդ երկար բառը։ Իսկ կարողացել ես անջատվել ձերոնցից, թե հենց չէ։ Ասնեմ։ Հեսա ասեմ, երբ որ պետք է ամուսնանայի, շատ այնց տարիքն է, որ ուզում ես առանձին ապրես, այդ բանը կար, նույնիսկ երևի նույնիսկ այդ առանձին ապրելու ցանկությունից ես ուզում ամուսնանալ, այդ տարիքն է։ Իսկ հետո հենց ամուսնացա հակառակը նենց կպա մերոնց, ոնց որ ինձ ահավոր սկսեցի կարոտել ու ինձ թվաց, որ ոտքերիս տակից հողը գնում է, այսինքն որ էլի փոքր չեմ, էլ հիմա ես պետք է երեխա պահեմ, ահավոր դժվար էր այդ գիտակցությունը, որ ես եմ արդեն պատասխանատու եւ այլն։ Հիմա լրիվ ուրիշ շրջան է, հիմա հետաքրքիր բան է, անընդհատ ինձ թվում է, որ հիմա էլ եմ շատ կպած, բայց ոնց որ ես էլ իրանց համար ուզենամ պատասխանատու լինեմ, ինչ որ մի բան նույնիսկ չի ստացվում, բայց ես ոնց որ ուզում եմ, ես էլ ինչ որ լավ բան անեմ ու արդեն ես իրանց վախենամ արդեն իրանց համար էլի ոնց որ վայ չմեծանալ չասեն ես մեծ եմ ահավոր ստրես եմ տանում որ ասում են ես մեծացել եմ այդ իմ ստրեսն է որովհետև եսից շատ փոքր եմ զգում միշտ որ իրանք ասում են ես մեծացել եմ ես էլ եմ փաստորեն մեծացել ու բոլորս մեծանում ենք բայց այդ նույնիսկ ընկերներիս մոտ որ ինչ որ մի բան եմ լսում ծնողը եւ այլն ասենք չկա արդեն իմ համար դա ահավոր ստրես է որովհետև ես ընդհանրապես մարդ եմ որը ունակ չի որևէ ստրես այլևս ստանելու եւ ես դա պաշտոնապես հայտարարել եմ
ասում եմ ավելի լավ է ես շուտ գնամ ոչինչ չտեսնեմ, քան ինչ որ մի ստրես տանեմ։ Այսքանից հետո ինչ ա։ Բնության օրենքները նորից խնդրում եմ ոչ չխախտի։ Աննա եւ Արմեն Էլբակյանները միշտ եղել են զույգ, որ հասկացել են իրենք թիմ են։ Թիմի տպավորություն եք երկուսով թողել, դուք եւ պարոն Էլբակյանը միասին հաղթահարել, միասին աշխատել, ստեղծագործել, պայքարել եւ այլն եւ այլն։ Ինձ հետաքրքիր է, այ դու մեծացել ես այդ ամեն ինչի մեջ, դու տեսել ես այդ ամեն ինչը իրականում։ Ոնց է որ կարողացել են այդքան տարի հետո թիմ մնալ։ Ես մտածել եմ դրա մասին, որտեղ իրանք շատ ինչքան էլ ասում է երեխեքը ու մեր համար են իսկապես ու շատ բան անում, բայց իրանք իրար հետ շատ համաձայն են։ Եվ միշտ, նույնիսկ ես չեմ հիշում դեպք, որ մաման իմ վրա ջղայնանա, պապան իրան բան չանի, այսինքն պապան դրա հետ չհամաձայնվի, այսինքն կամ պապան ջղայնանա, մաման ինձ պաշտպանի։ Հիմնականում միշտ իրանք իրար հետ համաձայն են կյանքի մեջ, չգիտեմ ոնց է, բայց մեր հարցում ես տենց եմ զգացել դաստիարակության մեջ։ Իսկ թատրոնում հակառակը, իրանք շատ անհամաձայն են միշտ, բայց այդ կոնֆլիկտից ծնվում է ստեղծագործությունը ու ես սպասում եմ, հենց որ օրինակ պապան հիմա լիրարքային փորձում փորձ է անում, որ մաման սենց վազելով գալիս ու սենց ականջին արդեն պիտի մի բան ասի, ես գիտեմ որ պապան պիտի ասի չէ, 10 րոպե պիտի անցնի, հենց մի ջուր պիտի տա։ Բալեմ ծխամորճ մի երկու հատ քաշի, վերջում ասի։ Լավ, հիմա եկեք սենց անենք, իբր դա իրա միտքներ։ Դուք գիտեք նենց կա մատուցել, իրան թվա իրա միտքն է։ Եվ դա հանճարեղ է, եւ բոլոր դերասանները կարծում են Էլբակյանն ինչ լավ մտածեց, բայց մաման արդեն թաքուն անցել էր այդտեղ։ Բայց իրականում ես այդ հարցին կուզեմ դուք ինձ պատասխանեք, Նիկոլ Էլբակյան, ո՞նց է այսքան տարի հետո նույնիսկ այդ թիմային իրար հետ լինելը կարող է։ Ես ահավոր ապստամբ մարդ եմ։ Այո։ Ինձ այդպեսին չեմ ճանաչում, բայց ես ապստամբ եմ ու շատ։ Եվ ես այդ ներքին ապստամբություն ոչ մի բան նախ մեր տարիքային հիմա չերեմ, բայց մեր տարիքային տարբերությունը 9.5 տարի է, մենա 10։ Ու այն ինչ որ ինքն էր լսում, երաժշտություն եմ, ես ռոկեր եմ եղել, ես երգել եմ բենդում, ես չգիտեմ ինչ, ու այն ինչ որ ինքն էր ավելի սենց բարի white եւ այլն, բայց ինձ համար այդ ամեն ինչը ես ինչ այսինքն Այսինքն հակասությունների միասին եւ քանի որ մեր մոտ մեր կյանք այնքան էլ հարթ չինք չի սիրում որ դրա մասին խոսում են, բայց բոլորը գիտեն որ հարթ չի եղել եւ եղել են անջատումներ եւ միացումներ բազմիցս Մուտուցուրտներ ոչինչ Ես վերջի անգամ ոնց որ որոշեցի մի հատ հասկանամ գնամ իրա ինձ շատ դժվար է Իրականում ինձ շատ դժվար է, բայց հիմա ես հասկանում եմ, որ ինքը ուղղակի, օրինակ ինքը տանը չի պատրաստվում, որ ասենք պիտի գնա փորձի ու բան, իրա մոտ բխում է դա։ Դա իրա, ինչ ասեմ, վերևից եկած շնոր, պարքև, ոցություն, ոնց ուզում եք հասկացեք։ Դա իրանն է, մեկին կարող է դուր չգա, մեկին դուր գա, բայց ինքը հոսում է գետի նման։ Բայց ինքը տեսնում է աշխարհը իր ձևով։ Հիմա այն ինչ որ ինքը ասեց, բայց ինձ մոտ այդ հակաբը պրոտիվ չեն, իմ մոտ միշտ այն ռոկերը, միշտ կա։ Ահա, միշտ կա։ Չէ, նայեք, այդ ձեր կյանքի պատմությունը շատ լավ իմանալով հանդերձ, բայց մի տեսակ միշտ թիմ եք իրար, այդ գոնե տենց տպավորություն է։ Որոշումը, չէ, իրոք թիմ ենք, որովհետև ես նայեք, հիմա կարող է թվա, որ վայ, ես ինչ բաներ եմ ասում իր մասին լավ։ Ես ծայրահեղ զարմանում եմ իրա մարդ թե ինչպիսի մարդ է Իսկ հիանում նաև Ես հիանում եմ հասկանում եք որովհետև ես դա չունեմ Ես էլ ունեմ ուրիշ բաներ որոնք գուցե Բայց ես ուզում եմ մի բան քեզ ընդհատեմ որովհետև պապան էլ շատ հիանում է իրանով շատ եւ ու ես զարմանում շատ սիրում եմ ես նոր զգեստը ինչ ես անեմ Ինքը դա ընդունում է, ինքը ինձ, ես հասկանում եմ, դա շատ տխուր է երբեմն,
որովհետև կապ չունի, դու գեղեցիկ ես, դե գեղեցիկ դե մարդ ես, այսպեսին ես, թե այնպեսին ես, դու ոչ ես կարող միշտ, մանավանդ ես մի քիչ թքած ունեմ ճիշտ։ Ես հատուկ հիմա ձեր համար շատ բան լողոզել եմ, արել եմ, ինչ մազեր եմ արել, այդպեսի տպավորություն չեմ թողնում։ Ես իրականում շատ ոնց կամ, հասկանում եք, ու ինքը իմ միևնույնն է դու ինչ անես, դա լավ է, դա ներվայնացնում է։ Իսկ ինքը ինձ համար, չգիտեմ, անչափ խոնար, անչափ համբերատար։ Դա ներվայնացնում է։ Չէ, իրան ներվայնացնում է, որ ամեն ինչ հավանում է, պապա։ Չէ, ես հասկացա, բայց ինձ հետաքրքիր էր այս հատվածով։ Ոչ, անչափ։ Ես մեկ ուզում եմ, որ ովքեր ինքը այդպեսին չի եղել։ Հիմա Աստված իրան փոխ ինքը խնդրել է համբերատարություն, ինքը խնդրել է իմաստություն Աստծուց, ու ինքը գնում է դրա հետևից, հասկանում եք, հետամուտ է դրան, ու սեր։ Ես զարմանում եմ, ոնց է իր միջից դա բխում, ինձ համար ինքը շատ թանկ էակ է, շատ թանկ։ Իրոք թանկ։ Ես այս թեման կարողա չբացեի, եթե Տիկին Էլբակյանը չբացեր, ինձ մի տեսակ թույլտվություն է տվել, ես դրա համար շարունակում եմ թեման։ Ինձ հետաքրքիր է մամայի, պապայի այս կյանքի վայրի վերումների ժամանակ, հա, անջատումներ, հացումներ եւ այլն։ Չլիկա։ Ինչ է իրանում։ Ես հիշում եմ, որ դե հիմա լրիվ ուրիշ կերպ մեզ, երբ որ ես եմ արդեն այդ վիճակում կամ բաժանված եւ այլն, լրիվ ուրիշ կերպ եմ նայում, այսինքն նաեւ արդարացնում եմ կամ ասում եմ, այս բանը սենց է, բայց այն ժամանակ ես ու Էդգարը, որտեղ ես մենակ չէի, այդ ժամանակ մինչեւ Էդգարի ժամանակ ա եղել, մի խաղ ունեինք, այդ խաղը անընդհատ մերոնց միացնելու խաղն էր։ Հատուկ ուրեմն ոնց անենք, որ իրանք պատահաբար հանդիպեն կամ եթե իրանք պապան գալիս էր ինչ որ մեզ վերցներ կամ ինչ որ ռոմանտիկ մոմեր պետք վառել կամ չգիտեմ ինչ բան ու անընդհատ այդ բանը կար, մանավանդ Էդգարն էր շատ ծանր տանում ու շատ ուզում էր որ միանան ու ես ուրեմն այդ խաղի մեջ էի, բայց ես միշտ մամայի կողմից եմ եղել ու մտածում եմ հիմա ես ինչ վատն էի պապայի հանդեպ, որովհետև ինչ մաման աներ իմ համար ճիշտ էր։ Իսկ պապան ինձ համար սխալ էր, որովհետև բայց ես մինչև հիմա տենց եմ մտածում, որ միշտ տղամարդիկ եմ սխալ։ Կալեք միշտ ճիշտ է։ Քանի որ մարտի 8-յան հաղորդումը պաշտոնապես դա հայտարարում։ Իսկ հիմա Էլմին եւ Էդգարը ոնց են տանում քո եւ Համոյի բաժանումը։ Քանի որ ես ու Համոն շատ, այսինքն չգիտեմ, եթե իրանց հարցնենք, գուցե իրանք իրանց բաները պատմեն, իրանք էլ գուցե ինչ-որ խաղեր ունեն, բայց քանի որ ես ու Համոն շատ մտերիմ ընկերներ ենք ու հիմնականում նույն թատրոնում ենք աշխատում, այսինքն իրանք այդ պահը չեն տեսնում, որ մենք սենց թշնամիներ ենք կամա, շատ լավ ենք իրար հետ էլի, իրանք ինձ թվում է այդ մեր այդ տիպի հարաբերություններից այդ բան անջրպետ այդքան չեն զգում, որովհետև ես ինչ որ լինում ասում եմ պապային ասա կամ պապա ու Համոն էլ իմ հանդեպ, այսինքն մենք թշնամություն տենց էլ չկարողացանք անել ու ոչ մի օր չի եղել, այսինքն բաժանվելուց նույնիսկ մի օր հետո թշնամի չենք եղել, այդ չի եղել որ որոշեցիք բաժանվել։ Այդ ծանր թեմա դժվար է ասել, բայց ոնց որ դա տարիներով մենք եկանք դրան ու ես տենց կարող եմ ասել մի քիչ երկար տարիներ այդ թեմայից երբեք չեմ խոսել, բայց մի բան ասեմ, ես որ ասում եի կանայք են մեղավոր, այդ տղամարդիկ են մեղավոր, այդ չէ, իրականում երբ որ զույգերը բաժանվում են, միշտ երկու կողմն էլ կա, ինքը ինչ որ մի տեղ է ռասկոլը լինում է ու ամեն օրը նպաստում է, որ ավելի մարդիկ իրարից հեռանան։ Հետո մի օր գալիս է այդ օրը, որ հասկանում ես, վայ, մենք մի տան մեջ ենք ապրում, բայց ընդհանրապես իրար հետ կապ չունենք։ Ու հենց որ այդ գիտակցությունը գալիս է, դա շատ դաժան է, որովհետև ստացվում է, որ դու 6 տարի, օրինակ քո կյանքից, ինչ որ բաների համար, թե ուսուցողներիդ կամ երեխեքիդ կամ ուղղակի հասարակության ձևացրել ես, որ դու երջանիկ ես, բայց այդ 6 տարին դու արդեն կորցրել ես։ Ու ուղղակի ես մի օր այդ հասկացա, որ ել չեմ ուզում եւս տենց մի 16 տարի կորցնեմ, ու երևի Համոն էլ, ու տենց որոշեցինք, որ սենց ու բաժանվելուց հետո իրականում մեր հարաբերությունները շատ ավելի լավացան, քան վատացան, շատ տարօրինակ է ու երեխեքն էլ հանգստացան, որովհետև եթե տանը վեճ կա, ինքը արդեն անառողջ է։ Իսկ հիմա իրանք տեսնում են մաման, պապան լավ են, մի օր պապայի հետ են գնում, մի օր մամայի։ Իհարկե իրանք իրանց բանը կունենան հետո որ պատմեն ստրեսները եւ ծանր բաները, բայց իրանք էլ պիտի իմանան, որ այս կյանքը այդքան էլ տենց վարդագույն ակնոցով չի։ Իսկ ծնողները ոնց են տանում երեխաների բաժանումը։
ձեզ համար լիկայի։ Շատ ծանր։ Ինձ համար շատ ծանր է, ոչ մի ես ինձ համար ընդհանրապես ընտանիքը շատ կարևոր, չնայած այդպես ա եղել, բայց այդպես ա ստացվել ինձ մոտ։ Դա ինձ համար օրենք է, որ երկու հոգի ես չեմ համարում, նո իհարկե լինում են դեպքեր, որ պատահական է գուցե լինում են, ես մտածում եմ կարող են լինել, որ երկու հոգի պատահական իրար հանդիպեցին եւ դա պիտի չլիներ։ Ես հավատում եմ այդ խոսքին, որ այն ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Ու ես հավատում եմ, որ մեր կյանքում ընդհանրապես հիմա ես մեծ եմ, դու պատմում ես քո այդ անցած этаպը, որ դու որոշում ես կայացնում։ Ես ամեն օր որոշում եմ կայացնում ապրել։ Եվ ինչի համար ապրել, եւ գտնում եմ մոտիվ ապրելու։ Եվ իրար հետ էլ պետքա փնտրել, շատ ժամանակ կլինի կչորանան հարաբերությունները, այո, տար կզգաս քեզ։ Ու այդպես լինում է, իմ կյանքում էլ է լինում, Արմենի մոտ էլ։ Բայց ես փնտրում եմ այն ինչ որ մեզ պիտի միաբանի, քան այն ինչ որ պիտի բաժանի, այսինքն նպատակը որոշումը շատ կարևոր է, որովհետև գնում է, ասենք, երբեմն գնում է այդ հառաչի, չէ, դու ամուսնանում ես ուրիշ մարդու, то есть ամուսնանում եք, հարսանիք եք անում ուրիշ մարդու հետ, հետո առօրյայում լրիվ ուրիշ բան է, լրիվ ուրիշ մարդ է, դու պիտի համակերպվես իր ամեն ինչի հետ, բացի դրանից սիրես դա եւ ընդունես։ Դրա համար ինձ համար դա շատ ծանր էր, բայց ես կարծում եմ, որ ընտանիքից գեղեցիկ եւ մարդուն մարդ սարքու, որովհետև քեզնից տարբեր, մենք շատ տարբեր ենք Արմենից, շատ հակասությունների միասնությունը, քեզնից տարբեր մարդն է, քեզ տաշում որպես մարդ, նույնը կոլեկտիվն է, նույնը աշխատանքի վա, նույնը ընկերությունը, ընկերդ է քեզ տաշում, եթե դուք ընկերներ եք, դու մենակ չես կարող տաշվել, դու կարաս մենակ նարցիս լինել, մենակ դեպի քեզ, իսկ այդ քեզ մարդ է դարձնում, ինձ համար այդ ընտանիքի ինստիտուտը շատ կարևոր է։ Ոնց եմ վայելում ես այս զրույցը։ Այ հիմա սերունդների տարբերությունը Շատ հետաքրքիր, լրիվ տարբեր եք մտածում։ Պատմությունների մեջ Տիկին Էլբակյանի ականջողերը իհարկե ինձ չեն։ Մերսի այս ամեն ինչի համար։ Եվ ես իհարկե չեմ կարող ձեզ այսօր բաց թողնել, եթե մենք չխոսենք թատրոնի, ստեղծագործական պրոցեսների մասին, որովհետև չնայած մարտի 8 է, բայց անշուշտ ես սպասել եմ նաև այս պահին, որ խոսեմ ձեր ստեղծագործական պրոցեսների մասին, ինչը շատ հետաքրքիր է։ Ես չեմ կարող չպատմել իմ սիրելի գործընկեր Վալան գրուպի մասին, որովհետև Վալան գրուպը միշտ ուշադիր է բոլոր տոներին։ Եվ այս անգամ էլ բացառություն չէ, եւ Վալան դորս խանութների ցանցում դուք կգտնեք հատուկ զեղչեր նվիրված կանանց տոներին։ Տարվա մեջ միայն մեկ անգամ 40% զեղչ Վալանդորս միջսենյակային դռների ամբողջ տեսականու համար։ Ռուսական եւ բելարուսական պրեմիում դասի դռներ, 70-ից ավելի տեսականի, ինչպես նաեւ 2 մետր 20 սանտիմետր բարձրությամբ դռներ Վալանդորսում։ Մարտի 8-ից մինչև ապրիլի 8-ը բաց մի թողեք այս հնարավորությունը եւ այցելեք Վալանդորս խանութ սրահներ։ Դավիթ Անհախտ 23/7, Նարդոս 71 եւ նորաբաց մասնաճյուղ Մալաթիա Սեբաստիա Առնո Բաբաջանյան 91/6։ Վալանդորս պրեմիում որակ, ինքնատիպ ոճ, հասանելի գին։ Եվ վերջապես եկավ հասավ իմ ամենասիրելի հատվածը եւ ինձ համար ամենաբարդ հատվածը։ Պետք է պատրաստեմ դեսերտ։ Իհարկե այս գեղեցիկ օրը չէր կարելի ավարտել առանց որևէ քաղցր նոտայի։ Եվ ես այսօր պատրաստելու եմ բանանով թխվածք։ Հիմա մի հետաքրքիր բան ենք անելու։ Բանանը դնելու եմ ճարպաջառոցի մեջ, որ փափկի եւ մի փոքր էլ եփվի։ Մեզ անհրաժեշտ է 2 հավկիթ։ Գարնան նման արևաշող, մոտ կես բաժակ շաքարավազ,
Մոտ կես սուրճի բաժակ կաթ, կես բաժակ ձիթայուղ, այո, դուք ճիշտ լսեցիք, ձիթայուղ։ Ավելացրեցի վանիլին, հիմա ավելացնում եմ սոդա, խմորի փխրեցուցիչ, ավելացնում եմ կակաո, այս ընթացքում ջեռոցից հանում եմ բանանները։ Հիմա մենք ունենք արդեն հասած փափուկ բանաններ։ Իհարկե հանգիստ կարող եք օգտագործել սևացած, մի փոքր հոգնած, կյանքից հոգնած բանան եւ չդնել ջեռոցը իհարկե։ Բանանը լցնում ենք մեր խմորի վրա եւ այնքան ալյուր, որ ստացվի բիսկվիթի խմոր։ Եվ ես տանը ունեի շոկոլադի կտորներ նախատեսված հենց թխվածքի համար, դրանք եմ ավելացնում, դուք կարող եք նույնիսկ չավելացնել։ Պատրաստվում ենք արդեն թխելուն։ Եվ ուղարկում ենք 180 աստիճանով ջեռոցը։ Ինձ թվում է շատ լավ է ստացվել։ Մի փոքր կակաոյի փոշի ենք վրան անում։ Եվ իհարկե չենք մոռանում ծաղիկների մասին, որոնցով էլ կզարդարեմ տորթը։ Դա-դա-դա-դամ, եկավ մեր քաղցր Պոյնի պահը։ Նայք, ես որպես գաղտնիք ասեմ, ես շատ լավ չեմ խմորի հարցում, բայց հուսամ վատ չի ստացվել։ Հաստատ շատ լավ։ Եթե վատ ստացված լինի, դենց բան կանի, Ես օրինակ 3 Կարևորը շատ սիրուն է։ ամենը սարկում։ Ահա։ Իմ երեխեք մենակ էտ են ուտում։ Ահա։ Ոչ մի տորտ, ոչ մի բան, տատիկի։ Բանանա, շոկոլադ, Իսկ այս ամեն ինչը երբ ես պատրաստել։ մինչև ձեր գալը, որ Այսօր առավոտին? տեղում, այո, իհարկե։ Բա երբ ես սիրունացել այսքան։ Չնայած թորիները տեսել են։ Առավոտից էլի։ Ոնց որ դու բոլոր այս գործի 3 բան։ ուզում եմ ասել մի քանի տարի առաջ։ Ասիր ես սիրուն ծնվել եմ։ Ես մեծ շոկոլադի կտորներ եմ նաև դրել։ Այ ես հասա դրան։ Աբաց չի Գիտես լավա որ շատ քաղցր չի։ Հա։ Այ դա շատ հաճելի։ պահակ հետ եմ մատուցել, եթե կուզեք։ Չէ, շատ ցնց է հենց լավ։ Սուրճի հետ շատ ճիշտ։ Ինչ շատ դուր է կա։ Հայտարարք չէ, հա։ Այսօր ինքը լրիվ իմ մենյուն է արել։ Լարի։ Եմ ես մի քանի բան եմ ուտում իմ կյանքում, շատ քիչ։ Մաման ինձ սարքեք ուտեմ, բայց եթե սրճարաններ մա, բան կոնկրետ տեղեր կա հատուկ գնում եմ ու միշտ նույն բանն եմ պատվիրում, նույնիսկ այս վերջերս միտեղ ձուն չէին արել լորի ձվով էր, ասի, բա իմ լորի ձուն ուր է, ասին ո՞նց եք նկատել, ասի որտեվ ես միշտ եմ ուտում։ Ասին ձեր խաթր էլ կմենյում լորի ձուկը մտցել։ Ու այսօր տենց այդ ամեն ինչը սազում էր իմ ընտրած։ Հաճելի է։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ դու ինչ բուրըն ստեղծագործական process-ի Վասկերի մեջ ես։ Վասկերի մեջ ես, դե իհարկե կողքից այդ ամեն ինչը թվում է, որ վայ, ինչ հավես է, որովհետև շատ քչերն են պատկերացնում թատրոնի տանջանքներն ու տառապանքները, որի մասին իհարկե Տիկին Էլբակյանը կարող է ավելի Միշտ տառապանքի մասին ես եմ Չէ, բայց թատրոնի այն ձեր փորձը, որ դու կարիֆեյներից Այո, ես։ դուք կարիֆեյներից եք վստահաբար ճիշտ է ասում Լիկան, բայց Շատ եք մի հատ ինձ հետաքրքիր Այդ ես կան բազում։ Ինչով է զբաղված, Որ միշտ զբաղված ես, չէ՞։ Միշտ զբաղված ես, փառատոններ, Ուղղակի ցույց եմ տալիս։ ներկայացումներ, եւ որպես ռեժիսոր եւ որպես գործող դերասանուհի, ել չեմ խոսում ֆիլմերի նկարահանումների մասին, որոնք իհարկե լավ կներ ավելի Շատ լինեին, հիմա հենց այդ պահը չկա, այդ մասը Այո։ մի քիչ բացակայում է, չնայած այս վերջերս կային կարճամետրաժներ եւ այլն։ 3 առաջարկ ունեմ, 3-ն էլ դեբյուտանտներ են ու միշտ այդ 3-ն էլ շատ վախով էին ցենց մոտենում, որ դուք կնկարվեք բան, իսկ ես ոնց եմ սիրում, որ մարդիկ ինչ որ մի բան նոր են սկսում։ Ես եմ սիրում դեբյուտների համար գրումը։ Իմ համար լավագույն փորձառություններ դրանք են, որովհետեւ ես որ սկսում էի, ես շատ մաքսիմալիստ էի։ Այն գործը, որ ես արել եմ իմ դիպլոմին, կարմիր լապտերներ, որ մաման էլ խաղում էր,
Ես վերցրել էի ամենալավ դերասաններին, ես վերցրել էի, այսինքն ես բռնել էի ամենավերևից, այս շտանկան ամենաբարձր կետից էի որոշել բարձրացնել, ու իմ մոտ չգիտեմ ինչքանով ստացվեց, չնայած ես շատ եմ սիրում այդ ներկայացումը, բայց եթե ես այդպես չսկսեի, ես հետո չէի կարողանա եւ ընկնել, եւ սխալվել, եւ այլն, ես շատ մեծ էր իմ ու հիմա ես մտածում եմ, որ այդ երեխեքը, որ ովքեր ուզում են, ինչ որ մի բան սկսեն, իրան շատ պետքա այդտեղ պատերժ կանել, ու ինձ էլ են արել, երբ որ ես Հասմիկ Տեր-Կարապետյանին ասեցի մոտ կխաղակ, ասեց ես կկարդամ, հետո կարդաց, ասեց ես կարդացի, շատ լավ էր, հետո ասեց ես շատ հարգում եմ քո ծնողներին, այսինքն ամեն դեպքում ինքը չէր վստահում այդքանին, բայց ասեց դրա խաթր ասեցի մաման էլ է խաղալու, Անեթն էր խաղում, Հարությունյան եւ բոլոր այդ դերասանները իրանք մի հատ այդ բանը վերցրած տանում էին եւ Լիլոն, հա մի խոսքով օգնում էին ու իրանք կարելի ասել ինձ ռեժիսոր դարձրեցին։ Նայ, բայց գաղտնիք չի, հա, որ այնպիսի կենսագրություն, այնպիսի ընտանիք ունենալը, ովքեր որ ոլորտի մեջ են եւ արդեն ինչ որ առումով իհարկե ճանապարհ են հարթում քեզ համար, սա նաեւ ունի իր հակառակ կողմը, անդուր կողմը, հա, երբ որ մարդիկ ասում են, դու ինչ ունես մտածելու, պապայի համար, մամայի համար եւ այլն եւ այլն։ Մինչեւ այն պահը, երբ որ հասկանում են, որ դի մարդը տաղանդ ունենա, չէ՞ որ հետո գործ անի։ Ինչքան կարելի է հա պապայի համար, մամայի համար, բայց այդ խոսակցությունները ու այդ զգացողությունը այնուամենայնիվ տեղ ունեցել է քո կյանքում, թե չէ։ Հիմա շատ հեշտ է դրա մասին խոսալ, որովհետև իմ կյանքի այդ этаպը ես արդեն անցել եմ։ Իմ համար դա երեք է։ Այն ինչ որ ես ուզում եի ապացուցել, որ ես առանձին կարող եմ, որ ես առանձին ռեժիսոր եմ, անկախ պապայից, դերասանուհի եմ, անկախ մամայից եւ ինձ չեն տալիս դերերը։ Իհարկե լինում են, մինչեւ հիմա էլ կան մարդիկ, ովքեր կասեն եւ այլն եւ գուցե կմտածեն, ոչ թե կասեն, բայց հետաքրքիր բան է, եկավ մի շրջան, որ ես հասկացա, որ ես պիտի անեմ այն ինչ որ ես ուզում եմ, այն ինչ որ ինձ տրված է ու կապ չունի դա ես ժառանգել եմ ու լավ է որ ժառանգել եմ իմ ծնողներից եւ դա իմ հպարտությունն է, ոչ թե իմ կոնֆլիկտը եւ դա ուժ է, որը ինձ տանում է անելու այն ամեն ինչ որ ես ուզում եմ անել։ Ու այդ լրիվ փոխվեց, այսինքն ես հիմա ապացուցելու ունեմ մենակ ինքսինց, ինձնից իմ արած գործից ավելի լավ բան անելու, բայց թե մարդիկ ինչ կասեն, ոնց կասեն, այդ տարիքը իհարկե այդ նոր եմ զգում, որ ես իմ տարիքի մեջ եմ։ Հա, որովհետև ես էլ չեմ վախենում, ես վախենում եմ իհարկե ամեն ներկայացումից առաջ որևէ բանից սխալվելուց, բայց ես չեմ վախենում կարծիքից կամ չեմ ուզում դուր գալ որևէ մեկին, ես ուզում եմ անել այն ինչ որ ես ուզում եմ անել եւ ես զգում եմ, որ ասենք օրինակ ես հիմա հրավեր ունեմ, չեմ ասի դեռ ուրիշ լրիվ թատրոնից էլի մեծ, շատ մեծ մյուզիկլաներում մեծերի Հայաստանում մեծերի համար շատ շուտով կլինի նոր ենք սկսում, բայց երբ որ իրանք ինձ կանչեցին, իրանք չնայեցին, թե ես ում աղջիկն եմ եւ այլն, իրանք իմ գործերով արդեն տեսած, կանչեցին եւ իրանք վստահ էին եւ իրանք ուզում են եւ ասացի մենք ուզում ենք որ դու գաս, ուզում ենք Հայաստանում անես լավ բան։ Ու ես այնքան ուրախ էի, որ արդեն կա ինչ որ մի բան, որի հիման վրա այդ մարդիկ ինձ կանչում են ու գիտեն, թե ես ինչ որակ եմ տալու, ու ես էլ գիտեմ, չնայած ես էլ եմ վախենում, այսինքն մեկա դա։ Մեծ պատասխանատվություն առաջ այդ վախը ունենալու ես, ամեն ներկայացումը հանելուց այդ փողը։ Բայց ես գիտեմ, որ եթե ինձ կանչել են ինձ եւ այդ ուրիշ թատրոն, այսինքն ուրեմն հենց իմ գույնը այդտեղ պետք է, այսինքն հենց որպես ռեժիսոր հենց այդ են իրանք ուզում, այդ ձեռագիրը պետք է, կամ եթե որպես դերասանուհի ինձ կանչել են, ուրեմն իրանք հենց ուզում են ինձ տեսնել։ Ես շատ երկար կոմպլեքս ունեի կաստինգների գնալու, որովհետեւ ասում էի, դե գիտեն ինձ էլ ինչի են պետք որ ես գնամ կաստինգի։ Հետո այդ փուլն էլ անցավ, ես հասկացա, որ չէ, միևնույնն է, դու պետք է մի հատ փորձես, որ տեսնեն այդ ամբողջ ֆիլմի այդ բանի մեջ, մեծ կտավի մեջ քո գույնը կա, սազում ես թե չէ։ Հետո դա է պրոֆեսիոնալ ճանապարհը։ Հա, եւ դա մեր մասնագիտության մեջ է մտնում։ Բայց արդեն այդ տարիքի մեջ եմ հիմա, որ այդ խոսակցությունը, նույնիսկ այս հարցը, որ ինձ շատ հաճախ են տվել, էլ իմ համար արդիական չի, որտեղ ես գիտեմ, որ
ամեն մեկը այս կյանքում ինքը յուրահատուկ է ու ինքը կապ չունի ինքը ում զավակն է կամ ինքը ոնց է ծնվել, այդ իրան ուժ է տալիս եւ ինքը լիարժեք է, բայց ինքը այդտեղ պետք է ինքը այդ կուպիկի մի մասն է լրացնում։ Ինձ համար հետաքրքիր է իմանալ ձերբազատվել ես թե չէ, որտեղ վստահաբար այդ խնդիրը եղել է։ Շատ եմ խոսել այդ խնդրից, շատ։ Տիկին Էլբակյան, երբ իմացաք, որ Լիկան գնալու է ձեր ճանապարհին, սա արդեն փաստ էր, որոշում էր եւ այլն։ Ինչ ներքին խմորումներ ունեիք այդ հարցի շուրջ։ Ինքը խաղում էր Դուլսինեա, նախ ինքը Դուլսինեան էր ավելի շուտ, թե այն բանը պանտամիման որ անում էիք։ Պանտամիման ուսանող է։ Ուսանող էր ավելի Նույն շրջանում է եղել։ Նույն շրջանում երկու բան, որ հասկացա, նախ ինքը ռեժիսոր էր, բայց ես հասկացա, որ ինքը կրում է այդ բանը։ Ուղղակի պետք է աշխատել։ Ու ես շատ սիրում եմ աշխատել դերասանների հետ, շատ, որովհետև ես նախ սիրում եմ դերասաններին, ահա որ։ Եվ ես գիտեմ, որտեղից ինչ կարելի է հանել, որ իրանք էլ սկի տեղյակ չեն, որ այդ իրանք ունեն։ Բայց ես տեսել էի, որ ունի այդ։ Ու ես մտածում եմ, որ հիմա ինքը խաղում է օրինակ Կորդելա, ես խաղացել եմ Կորդելա Սոս Սարգսյանի մոտ։ Հիմա ես եմ խաղում, հետաքրքիր է, ահա։ Հա։ Ու ես ինձ նայում եմ ու այնքան հետաքրքիր ապրումներ են, որ մտածում եմ, որ գալիս է պահ, որ երբ որ պետքա շատ բաներին ասես տեսում, ոնց որ եմ զգեստներին։ Հա, դու կուզենաս, մեկը դու հոգին մարդու, մեկը երիտասարդամ։ Ինքը իրան չի, այդ կոնֆլիկտը կա, որ դու երիտասարդ, այո, ում հարցնեք մեծերից։ Իրանք չեն զգում իրանց մեծ, բացարձակ, իմ սկեսուր 95 տարեկան, իրան երիտասարդ է զգում, որ ինքը կատակներ ան, բան չի կարողանում քայլ, բայց ինքը ապրում է լիարժեք կյանքով, հիմա ինձ թվում է, որ պարզավոր ես երբեք թույլ չեմ տա ինձ, եւ ես շատ շուտ եմ սկսել մեծեր խաղալ, բայց հիմա նայում եմ ասում ինչ հետաքրքիր է, այդ բաները դեռ ֆլուիդների մեջ կան, ու ես իրան արձակել եմ այդտեղ, որովհետեւ գիտեմ, որ ինքը կրում է եւ մի բան էլ ասեմ, ինքը Արմենի բնավորությունն ունի, որը ես շատ էլի հավանում եմ, որ ինձ նման չի, ինքը համարձակ է, ինքը արագ է, ինքը ռիսկով է, հետո երևի տղաներին ավելի հատուկ է, ինքը Արմենն էլ այդպես ռիսկով է։ Այնքը կվերցնի ու ասում է ես կանեմ, սկի չի էլ գուցե պատկերացնում ոնց, կամ էլ ասում եմ գործիկ ես ռիսկն է։ Հա, ես ռիսկով չեմ երբեք։ Բայց ինքը սխալ ես ասում, որտեվ մաման ռիսկով է շատ բեմում։ Օրինակ ես որպես դերասան, ես քեզ ասեմ, ես որպես դերասանուհի ահա որ վախենում եմ, եթե օրինակ հիմա մերոնց հետ եմ, չէ, աշխատում, հիմա երեքս նույն գործի վրա են, ես շատ բաց չեմ կարողանում ինչ-որ մտածում եմ խաղամ, որովհետև ես միշտ վախենում եմ, որ այ իրանք կարող է սխալ բան անեմ, հիմա չարժի։ Իսկ մաման ռիսկով է, ինքը մեկ էլ նենց մի հատ դերասանական sense մի հատ անցի մի հատ sense կարող է բանանի, sense ասես բայց կերպարը կանորդ էց բանաներ, բայց ինքը անում է։ Պիտի խաղամ, եղ կատա, ես ինչ չեմ պատկեր, ու բոլորը ասում են չէ, ու ես ուզում եմ հասկանալ։ Իսկ ես պատկերացնում եմ այնքան լավնալի է։ Ես չեմ պատկերացնում, Արմենը ասում, բայց չի պատկերացնում, Արմենն էլ սենց է։ Ես տալիս եմ քցում ծովը։ Որովհետև ինքը սարքում է դերը։ Ինքը սարքում է։ Ես դեռ չգիտեմ։ Հա, բեմում գուցե ռիսկով եմ, բայց ես պետք է խոստովանեմ, որ օրինակ այդ ռիսկի համար իմ հենց կոնկրետ առումով ես ինչքան դեր եմ ստացել եւ եղել է դուբլոր, ես իմ դուբլորին եմ առաջ գցել ու ասել եմ չէ, ես չէ, թող ինքը։ Բոլոր կինո ֆիլմերում ես այդպես եմ նկարել։ Բոլորի նկարել են, բոլորին պրոբա արել են, վերջում հետո ձեզ գցել են հրապարակ։ Հա, դե փրկի։ Ուզում ասեմ, ես միշտ ասում եմ, չէ, ես չեմ, ես չեմ, ինքը ավելի լավ կան ասենց, բախվում եմ։ Բայց որտեղից է այդ անհամարձակությունը։ Ինձ մոտ։ Հա։ Միշտ եք այդպես եղել։ Հա։ Ես միշտ անհամարձակ եմ եղել, որովհետև քնություն տալ չի սիրում։ չեմ սիրում եւ մի բան Խաղեր խաղալ մրցակցային։ Ես էլ չեմ սիրում։ Բաց հարցակ կորցնում եմ ինձ եւ ամեն ինչ հոդս ածել, ինչ որ կարող եմ։ Ես հավատամ, այդ ժամանակ ես բանում ռիսկով։ Բայց հետաքրքիր է, ինչ նորից անդրադառնում եմ դրան։ Այսքան ոչ ռիսկով մարդը, ինչ բանա տաղանդ, ինչ բանա շնորհքը ընդհանրապես, այդ մենակ քո հետ կապ։ Տաղանդը եւ շնորհքը, մենակ քո հետ
կապած չեմ ասում, չէ, ես մարդու մասին եմ ասում։ Ներսես ընդամենը շնորհալի էր, ինչի է բոլորին տաղանդ ասում։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, այս այն օրը Մարիամից շատ խոսացինք Շահինյան ընկերոջս, էլի այդ մյուզիկլի երգերը ինքն է գրում, ինքն էլ երգում էր իր գրած երգը, ես այդ եմ մտածում եմ, երբ որ մարդը իր տաղանդի մեջ, այսինքն այնտեղ որտեղ ինքը մի բանը շատ լավ է։ Այդտեղ ոնց որ էլ չկա, ես ռիսկով չեմ, վախում եմ, չեմ վախում։ Չես մտածում։ Դու այդտեղ ծաղկում ես։ Նույնը մաման բեմում, այսինքն երբ որ ինքը բեմում է, դու երբեք չես մտածի, որ ինքը համաճկոտ է, որ ինքը համեստ է, որ ինքը չէ, ինքը լողում է ու ինքը թքած ունի, իր ուսանողներին էլ ենք, հիմա մեր ուսանողները նույնն են, ասում որ այդ կապ չունի, այսինքն կյանքի համաճկոտությունը կամ այդ բանը բեմի հետ, որովհետև ինքը այդ այնքան են վիճել, այնքան են կռվել, որովհետև ես Ազատ է։ եմ համագործակցել ու ես սիրում եմ լինել թիմի մեջ, ասենք եթե ես ընդդեմ մի հատ Շատ եզակի բան է, գիտեք, չէ՞, հայրականության ես սիրում եմ կա բան, բայց ինձ բոլորին թվում է, նույնիսկ մի հատ sense ֆրազ, ասենք վերջը շատ նեղել են ինձ ու ինձ նենց բանը, որովհետև ես հենց գիտեմ, որ ես չեմ ուզում մեկի հաշվին դա անել բոլորովին։ Իսկ ինչու են նեղում, որովհետև տարբեր ես լինում եւ չեն ուզում որ դու տարբեր լինես, ուզում են որ մի քիչ հասարակության մեջ լինես, այլ ոչ թե որպես անհատ։ Գուցե կա ճշմարտություն իրանց նեղելու մեջ։ Ես որովհետև որ դուրս են համազգայինում աշխատում, գիտեք, մետրո թատրոնում, փոքր թատրոններում մեծ ու անընդհատ Սունդուկյան, հետո անընդհատ հանում էին, հետո անընդհատ ստեղծում էին Գրագարցը Սունդուկյանի անընդհատ դուրս ես գալի, ներս ես գալի, դուրսը դա 17 տարեկանից է, բայց եկավ մի պերիոդ իմ կյանքում, որ պետք էր անել ինտերակտիվ ներկայացումներ եւ այդ ներհայացողական այդ վատ տարիներին հանել եւ այն ժամանակ չկար, ասենք ոնց կա դեր այդպես պիտի խաղաս, չկար իմպրովիզացիաների այդ հմտություն, փորձառությունը, շկոլան, եւ մենք ուշացած արեցինք եւ ինձ շատ է դուր գալիս, որ տեղափոխվում է բանը հանդիսատեսը տեղափոխվում է բեմ, ոչ թե ֆիզիկապես, այլ ինքն է դառնում կենտրոնում։ Ես նույնիսկ կուզենայի, որ ամեն ինչ գնար լույսերի մեջ, պարզ է, որ այդ թատերային այդ սվիշենսը, խորհրդավորությունը, որ մութ է, բայց այնտեղ է լույսը, այդ ամեն ինչ պարզ է։ Բայց ես այս եմ սիրում, որ հոգուց հոգի, ես չեմ կարող, ես պիտի բռնեմ հանդիսատեսին։ Գուցե այդ իմաստով ճիշտ է, որ ես անընդհատ ուզում եմ, այդ 4 պատ է ինձ համար, այդպիսի ընթաց գնաց, ինձ համար հենց այնպես չի, ինչա հիմա հանդիսատես ապրում։ Ինքը նայում է իր հեռախոսի մեջ, թե ինձ հետ է, ես ուզում եմ այդ դիալոգի մեջ, ու հիմա դա շատ կարևոր է միջալում։ Իհարկե, ոճի իմաստով եւ տարբեր պիտի լինեն ներկայացումներ, բայց գուցե դրա համար էր, որ ուզում էին, որ այդ չլիներ դիալոգ, ես միշտ եմ անում։ Տարբեր լինելու հարցն է, էլի այդտեղ։ Հա, բայց հատուկ չեմ արել։ Ինձ միշտ հետաքրքրել է դուք ընտանիքով, երբ որ ինչ-որ մեկիդ գործը հանձնում եք, այսպես հանձնում ասեմ թատերային լեզվով։ Կլինի Լիկայի գործը, կլինի ձերը կամ պարոն Էլբակյանինը կամ որորդ միասին։ Այդ օրվա երեկոն է ինձ հետաքրքիր ձեր տանը։ Եթե չեն հավանել, շատ անտանելի է, երբ որ իմ գործն է։ Ես ասում եմ, որ ես ասում եմ հիմա այս ուսանողներ, ասենք ինչ որ բաներ, եթե պեղեն տեսնեն ինչ են գրել, չեն ճանաչում, չեն տեսել, հա, չէ՞ որ թատրոնն ինձ բան է, եթե ֆիլմ չի, ապա մենակ չես կարող քննադատությունը շատ է։ Քննադատությունից պիտի հասկանաս, այս դերասանը լավն է եղել, թե վատն է եղել։ Ես հիմա մտածում եմ, ինչ են մտածելու իմ մասին, էլ կներեք, էլի քամագը շարժելով բանագալի բեմի վրա։ Ինչ բացական բան գիտեք, իմ մասին գրել են։ Այսինքն պրեմիերան երբ ու ես այնօրը մտածեցի, ես պիտի ասեմ անպայման, որովհետև այս իմ սրտի բանն է, որ ես պիտի ասեմ, ուղղակի պիտի դուրս գա ինձ, ոչ թե քննադատելով, ոչ թե ասենց ինչ որ նեղացած բանը, հաստով։ Ես այնօրը ասում եմ, Արմեն, ինչ հետաքրքիր բան է կատարվում։ Օրենքով մենք ինչ ենք անում, մենք մարդկանց եւ զվարճացնում ենք, եւ ինչ որ բաներ ենք փոխանցում, մտածելու, թատրոնը պիտի լինի մի շատ տաք,
ջերմ, ուրախության, հավեսի, մի հատ սենց խմորված տաք ջերմ մթնոլորտ։ Ինչի եմ բոլոր փորձերի ժամանակ բանի պրեմիերայից հետո բսկտում ու դու այնքան նեգատիվ ու անընդհատ դու ինչ-որ բաներ ես հաղթահարում, անընդհատ վատ ինչ-որ բաներ, ինչի է, թատրոն դրան չի կոչված, ինչի է, տենց ծանր աշխատել։ Դրա համար ես չեմ սիրում հրավիրել ոչ մեկի պրեմիերային եւ չեմ սիրում պրեմիերաները։ Չեմ սիրում, ես սիրում եմ այն հետոն։ Այն որ արդեն ոչ մեկ չի նայում քո ծանոթներից ու դու հանգիստ խաղում ես ու մեկ էլ մեկը թակում քո ծանոթից գալիս նայում ասում ինչ լավ էր։ Ասում ես Եվ գուցե դու հարց տվեցիր, ես այդ հարցին չպատասխանեցի եւ ուրիշ բան ասեցի, բայց ինչի՞ց է որ բանենամ։ Գուցե այդ ներքին process-ը, որ իսկ ես հիմա ուզում եմ ասեմ, ինչ որ ես եմ ուզում այնպես, ինչպես ես եմ դա պատկերացնում եւ համարում, որ նո իհարկե համախոհ եւ գրական գործի հետ եւ ռեժիսորի եւ ընկերներիս բնականաբար, բայց մի հատ ներքին եւ որ ես բեմում եմ, մի հատ այդ ճեղքելու բան կա, ես գիտեմ, որ հիմա ով եկել է չհավանի եւ գրի եւ մրի եւ քննադատի, բայց ես հիմա անելու եմ այն ինչի համար ես կանչված եմ։ Եվ պետք չի որ ինձ բոլորը հավանեն։ Ես ուղղակի անում եմ այդպես, ինչպես ինձ տրված է, ես համարում եմ որ այդ process-ի այդ բեմում արդեն ծնվում է այդ։ Երևի այդ է պատասխանը։ Ավելի շատ Թատրոնի լուսավոր դրական կողմերի մասին հատուկ շատ խոսել պետք չի, որովհետև ձեր երկուսի գործունեությունը խոսում ենք դրա մասին, որ ինչքան դրական եւ լուսավոր կողմեր ունի։ Բայց ես վստահ եմ մարդիկ, ովքեր մեզ նայում են, իրենց նաեւ հետաքրքիր է այն հակառակ կողմը։ Այն կողմը շատ չեն տեսնում։ Արի բացասական չասենք, որովհետև գուցե դա բացասական չի, բայց այն դուրս է մնում մարդկանց աչքերից, մարդկանց տեսածից։ Ինչն է, որ քեզ համար միշտ այնքան հետաքրքիր է, որ դու գիտես, որ մարդիկ սենց են տեսնում, բայց դա իրականում այդպես չի, այնպես է։ Հա։ Դու ես։ Ես իրականում շատ նկարում եմ իմ սթորիներում եւ դու հանդիպած կլինես հենց այդ աշխարհը արդեն այս կողմից ու նույնիսկ մտածում էի շարքանեմ այդպեսի որ այ տեսնեն թե իրականում փորձեր նույնիսկ երաժշտություն երբեմն չեմ դնում այ ոնց է փորձերը գնում բայց երևի այդ մի բան է որ չես ուզում շատ պատմել բալետի աշխարհում ավելի բարդ է այնտեղ մրցակցությունը բան դե մրցակցությունը միշտ կա որը ամենա երևի բացասական կողմերից է ու միշտ կա այդ չգիտեմ իրար չընդունելու իրար չհավանելու բայց հնարավոր է առանց դրա թատրոնը ես հնարավոր է ես ընդհանրապես ես իմ պատկերացրած թատրոնում հնարավոր է բայց այդ թատրոնը դեռ չկա բայց կան թատրոն Հայաստանում օրինակներ ես գիտեմ որ կան թատրոններ որոնք ամեն դեպքում ձգտում են որ դա չլինի կամ քիչ լինի եւ իրենք շահում են իհարկե պիտի լինեն համախոհներ ես կարծում եմ որտեղ սա թիմային աշխատանք է իհարկե բայց ասեմ ընդհանուր մի բան որ եթե մարդը չունենա իրան հակադրվող մի բան ինքը երբեք չի ստեղծագործի ինքը բրբտում է ու փնտրում ամենակ այն ժամանակ երբ որ կա այդ կոնֆլիկտների վիճակը եւ հիմա դա բացական է թե դրական կարծում եմ դրական այո հա ճիշտ ես ասում բայց կարևոր է որ ստեղծագործական լինեն կոնֆլիկտները եւ ոչ անձնական այ ցավը իրականում հա մի բան ասեմ Արմենը մեծ բան ասում ես պիտի ասեմ թատրոնը մաղի նման բան է մաղի որ այն ինչ որ կոչված է ու ամեն ինչն է մաղի նման այն ինչ որ կոչված է ստեղծագործելու ու լինելու եթե ինքը ժամանակի մեջ լինելու է դա փաստում է ժամանակը հա իսկ այն ինչ որ պետք է մաղի
Դու հիշում ես ինչ ես ասում։ Ես ասում եմ, որ կոնֆլիկտները պիտի անձնական չլինեն, ստեղծագործական կոնֆլիկտները պարտադիր են ու առանց դրա չի լինում։ Ուղղակի մի հատ այս վերջերս մենակ ես ասում իմ բանը միտքն է, ոչ թե իմ միտքն է, այլ անդադրա վրա եմ, որ երբ որ մարդը լավ մարդ է, դե լավ ու վատ միանշանակ չկան լավ ու վատ մարդիկ իրականում, բայց երբ որ ինքը դրական մարդ է, հա, կյանքում դա շատ ուժեղ երևում է բեմից։ Եվ հակառակը ես գիտեմ մարդիկ, ովքեր ինձ հետ բացական միանգամից բան են տալիս, իհարկե անուններ չեմ տա, եւ բեմից ես չեմ կարողանում իրանց ընկալել։ Շատ հետաքրքիր է, որ դա բեմից ինչ որ տեղից գուցե ինքը լինի հանճարեղ, ֆանտաստիկ դերասան, կամ նույնիսկ ռեժիսորների ձեռագրերի մեջ էլ։ Մեկ էլ մի հատ այնց տակի բան կա, որ իր բեմադրության մեջ նայում ասում եմ, այս սա իր մանկության տրավման է, օրինակ, հա, դե մենք իր բոլորս նենց հաստատվել, որ բոլորս բոլորից շատ լավ գիտենք։ Նույնիսկ եթե չգիտենք, հա, վերցնենք ֆիլմերից, ես արդեն հասկանում եմ ռեժիսորը, այ այդ շեշտ ինչի է այդտեղ դրել, էլի։ Պետք է ուզում եմ ասեմ, որ բոլորս, բոլոր ստեղծագործող մարդիկ պիտի մեր վրա աշխատենք հենց կյանքում, որպեսզի բեմում, եթե ուզում ենք, որ դա չերևա, իրոք որտեղ բեմը բաց ափի պես է։ Բայց դրան ինչ ասում էր դերասանը, որ կանգնում է բեմում, հանդիսատես իր աչքերից տեսնում է, ինքը քանի գիրք է կարդացել։ Հա, իհարկե, բայց շատ ճիշտ ես ասում։ Հիմա անդրադառնալով իմ հարցին, որի մասին չեմ մոռացել, այն երեկոյան տանը երեքով նստած ներկայացումից հետո, ինչ տեսարան է։ Պատմեք ինձ այդ էպիզոդի մասին։ Անպայման էսպես նստած ուտում ենք։ Անպայման ուտում ենք։ Անպայման մաման ինչ որ բան մատուցում է, հետո ասում է կթողեք ես էլ խոսեմ։ Ույր չեն թողում։ Ույր չեն թողում, որտեղ երկու ռեժիսոր, երկու Էլբակյան, ահա որ իրար հետ դու փոքր ես, դու չգիտես, չէ, բայց էս տեսարանը ասեց։ Բայց մաման ասում է մի դիպուկ բան։ Վերջում։ Հա, ամենակարևորը միացել են երեխեքը։ Եկել այդ գարը իր բամբ ձայնով այդ պստոն տղան ինչ որ մի բան կասի շատ խելոք կամ Էլմին նեց մի հատ քնա ոնց է ինքը զգում Էլմին շատ հետաքրքիր է, ինքը բալետի բանով է, բայց շատ ուժեղ հասկանում է, լավ ներկայացում է, թե վատ կամ որ տեսարանն է, որը ու այս տարի բանը իմ Արթուկ Ջարդուկը վերականգնում է, որը ինքը խաղացել էր, երեխեքի հետ էի աշխատում, այս հետաքրքիր է։ Ինքը եկավ, այնտեղ ինչ-որ պետք էր այդ տղային օրինակ կեցված կբան օգնել, 10 րոպե թողեցի այդ երեխեքի հետ իրան, մեկ էլ եկա տեսա, Էլմին գցել է բոլորին տեղը, բոլորը լավ են փորձում։ Ասում եմ, Էլմի ինչ արեցիր, ասում եմ, ոչ ման, ուղղակի ասացի, որ մարմինը արտահայտչա ձև ու ինչ որ մի քիչ բացատրել էր։ Ես ասում եմ, բայց ես նույնը ասել եմ։ Բայց իրաց լեզվով ասել, ու լսել եմ։ Նման ընդունելի է երեխեքը։ Տիկին Էլբակյան, այսպես մինչև ավարտին հասնելը, որին մոտենում ենք քիչ-քիչ, ինձ մի շատ կարևոր հարց է հետաքրքիր։ Ձեզ բավարարված զգում եք հիմա որպես դերասանուհի։ Ոչ, վաղուց ոչ։ Եվ էլի պիտի անկեղծանամ, ես շատ քիչ բան եմ խաղում Սունդուկյան թատրոնում, չէ էլ ուզում գնայի, ճիշտն ասած, որովհետև հոգնել է արդեն գնալ, դուրս գալ, հետո ես թող ինձ ներեն բոլոր, ես սիրում եմ ավելի փոքր թատրոն։ Հա, սիրում եմ։ Հիմա չեմ կարող ասել, որ Իսկ ես մեծ։ Հա, եւ Արմենը մեծ։ Ես սիրում եմ փոքր, մանրամաս, աչքը երևա, հայացքը երևա, ամեն ինչ երևա, թրթիռը, սրտի, ամեն ինչ պետք է երևա ինձ համար։ Դե, դա էլ իմ նախասիրությունն է։ Ես չէի ուզում գնալ 2 տարի, ես պիտի անկեղծ ասեմ, հետո Արմենը անդադ ասում էր պետք է իմ կողք կլինես, ասում էի ոչ, հետո ասված ինձ ասեց, որտեղ քո ամուսինը այնտեղ դու էդ էլ է խոնարհության մի բան։ Եվ ես խոնարհվեցի ու գնացի ու խաղացի 2 բան, որ երբեք չէի ուզենա խաղալ, ոչ մեծապատիվը, որ հիմա գմփ է սենց, գնում եմ մինչև ոչ էլ բանը, հարսնացուն հյուսիսից, որտեղ ինձանից առանձին ինչ-որ բան է, ինչ էր ինքը տեսել էլի չեմ հասկանում, բայց երբ որ Աստված է խոսում, դու չես կարող, ներում բեկում չկա, մեջ ես, գնա խոնարհվի, հնազանդվի, արային ինչ-որ ինքը անում է։ Բայց դրանից հետո այնքան ես հասկանում եմ շատ լավ իմ հրաշալի ընկերները, իմ սերնդի եւ ավելի ավագ նո սենց խոսակցություններ եմ լսել, որ իբր ես եմ ամեն ինչ խաղում, գիտեք քանի տարի է անցել։ Եվ այդ քանի տարվա մեջ ես մենակ այդ 2 դերը ունեմ։ Ասեն դրա վրա մարդիկ խաղացել են եւ այլն, հասկանում եք, խաղացել են, չգիտեմ ինչ են արել,
Բայց անընդհատ ու ես մի հատ վատ sense բան ունեմ, ինչ որ մեղավորության զգացողություն, որ ես ինչ որ միտեղ եմ, որտեղ ես պիտի չլինեմ։ Ես ոչ միայն շատ անբավարարված եմ, այնպես չի որ վայ ուզում եմ ամեն ինչ խաղամ, հավատացեք որ չէ։ Կան բաներ, որ ես իմ մեջ պատկերացնում եմ, որ ես սիրում եմ հայտնագործությունը, միշտ ասել եմ, ես սիրում եմ անել ինչ որ մի բան, որ հայ հետիմն է, ես ինչ որ բաներ եմ փնտրում նոր, ոչ թե հատուկ որ նոր լինեմ, այլ ունեմ բաներ, որ ուզում եմ անել։ Ես դրանք չեմ կարողանում անել, որովհետև ակադեմիական թատրոնը ուրիշ պահանջներ ունի։ Ես անբավարարված եմ, բայց ես չեմ տրտնջում, որովհետև ես դա արել եմ ինքնական Արմեն ինձ ասել է իմ կողքը եղի, երևի իրան այդ թիմը պետք է, ուղղակի, որ սենց, ես շատ սիրում եմ մեր դերասաններին շատ, բայց ունեմ այդ խճմտանք ինչ-որ, որ ես ակամա ինչ-որ մի անընդհատ ինձ վրա եմ վերցնում, ասի սենց բաներ ունեմ ես, տենց, ուզում եմ ասեմ, որ գուցե դեռ խաղամ, գուցե խաղամ տիկնիկի հետ, մենակ, ես փնտրում եմ, ես գուցե ընդհանրապես գնամ ու սերիալում խաղամ, հասկանում եք, որ չէ, ոչ թե որ սերիալը վատ է, իհարկե կան լավ բաներ ու շատ, որ մարդիկ անում են և դա իրանց աշխատանքն է և երբեմն անում են շատ լավ, բայց հավատացեք, որ այստեղ շատ դժվար է, շատ, ես նայում եմ դերասանուհիներ ունեն դերեր ու ունեն թեմաներ խաղալու, ես միշտ ասել եմ հայ դերասանուհին ընդհանրապես չկա գրական այդ տարիքի, կամ դու մամա ես ուղղակի, մամա, վայ բալաջան, վայ արևս, բան վերջացավ հեռախոսը, դες քո դերը այդտեղ ավարտվում է։ Ճիշտ ասում, ճիշտ շատ լուրջ խնդիր է, ես գիտեմ ուղղակի, դերասանուհիներ նենց թեմաներ է խաղում, ու խորանում են, նենց բաներ են, դու գրելու վրա է, ես երազում եմ, որ մեզ ամեն լինի, դե հիմա, կա գրականություն, կարելի է ուրիշ բաներ անել։ Այո, հնարավոր է, դու քեզ ոնց ես զգում այս էտապում ստեղծագործական կյանքի։ Շատ հետաքրքիր է, որ էտապները անընդհատ իմ մոտ փոխվում են, երևի տարիքային է, կա ժամանակ, որ սենց շատ ոգևորված, ուզում եմ շատ բեմադրություններ անեմ, կա, որ ուզում եմ շատ խաղամ ու են ապակասում, միշտ իդեպ իմ մոտ խնդիրը ռեժիսորի ու դերասանի մեջ վեճն է, այսինքն երբ որ գերակշռում է բեմադրությունները, ես սկսում եմ կարոտել խաղալուն, երբ որ գերակշռում է խաղալը, ես ասում եմ, բայց ես ոչինչ չեմ բեմադրել այս տարի, ու պանիկա է սկսում։ Ու այդ ավելի շատ իմ մոտ ինքս իմ հետ է վեճերը, քան արտաքին աշխարհի, ես չգիտեմ ինչի է այդպես, երևի մի օր կսկսեմ արդեն արտաքին աշխարհ։ Բայց հիմա քանի որ պիտի նոր բեմադրություն սկսեմ ու գրում էի ու եւ այլ շատ ոգևորված եմ այս նոր գործի վրա, որը որ պիտի անեմ, եւ իհարկե այս Կորդելիայի դերը շատ փոքր դեր է, չնայած համարվում է որ գլխավոր դեր է, բայց ինքը քանի որ ես տեսել եմ մամայի Կորդելիան շատ փոքր եմ եղել որ տեսել եմ եւ իմ մոտ էլի այդ նոստալգիկ այդ իր մազերը, հետո հավաքած ու Սոս Սարգսյան ու մաման տենց ամբողջը իմ մոտ արտացնում է այդ նոստալգիկ բաները եւ ես շատ ուժեղ հաճույք եմ ստանում, ինձ թվում է ես այդ տարիքում եմ այդ չնայած ինձնից լավ փոքր է Կորդելիայից, արդեն մեծ եմ Կորդելիայի համար, բայց դե հիմա բեմից երևի հեռավորությունից չի երևա որ այդքան մեծ Ի խոսքով հիմա ոգևորված եմ։ Վրայից էլ չի երևում։ Ամենակարևոր բանը ես երբեք չեմ թողնում ինձ հուսահատվել որևէ հարցում։ Հենց որ ես մի շրջան եմ ունենում, որ ինչ որ մի տեղ ես զգում եմ, որ այս շրջանում ես հուսահատված եմ, ես շատ արագ ձեռնարկում եմ ինքս իմ կյանքը բեմադրել եւ շատ արագ ստեղծել այնպիսի շրջան, որտեղ ես լինեմ շատ ոգևորված եւ դա իմ մոտ դեռ ստացվում է։ Հա, բայց հետո չգիտեմ ոնց կլինի։ Հիմա հəl որ անընդհատ հորինում եմ բաներ, որոնք ինձ կոգևորեն։ Հրաշալի։ Եկեք հրաժեշտից առաջ մի հատ հիշեցնենք մարդիկ, որտեղ ինչ կարող են դիտել, որը ձեր հետ է կապված, որ ուղղորդենք մարդկանց գան ներկայացումներին, առաջիկայում ինչ ունենք։ Մարտի 19-ին թող գան նայեն Դեկամերոնը,
Սունդուկյան թատրոնի փոքր բեմում, որտեղ ես համ բեմադրել եմ, համ խաղում եմ, համ շատ սիրում եմ։ Օրինակ ինձ որ ասում են, որ ներկայացումը քեզնից կհրավիրես, ես ասում եմ դե կամերոնը եկեք, որովհետև կան ներկայացումներ, որ ես խաղում եմ, բայց ամաչում եմ մարդ հրավիրեմ, որ կան նայեն։ Ոչ Սունդուկյան թատրոն, ընդհանրապես եմ ասում, որ կան։ Եվ այս պահին թատրոնում խաղացանկում ինչ ներկայացումներ կան, որոնք դու ես բեմադրել։ Մոխրոտը, Սունդուկյան թատրոնի մասին է խոսքը, Սունդուկյանում Մոխրոտը, Սառցե սիրտը եւ Դեկամերոնը, իսկ մարիոնետների, խամաճիկների թատրոնում Գեղեցկուհին հրեշը, գտնված երազը, այլ ինչ է ինձնից շատ բաներ, այնտեղ Հենզել Գրետելը, ինչ կա այլ, չեմ հիշում։ Հիմա այս պահին որ կա։ Հիմա այդքանը երևի։ Այդքանը, բայց շատ։ Բայց մամայից էլ շատ կա։ Այո։ Տիկին Մելբակյան, ձեր գործերից ինչ կարող են գտնել համաճիկներում։ Նախ Սունդուկյանում ամարտը ամբողջ եւ հարսնացու եւ մեծապատեր ես անտիրեկլամա արեցի, բայց մարդիկ շատ սիրում են։ Դա հանդիսատես է, երևում է։ Իսկ խամաճիկներում էլի շատ ներկայացումներ։ Կարևորը հետևեն եւ խամաճիկների եւ Սունդուկյան թատրոնի Facebook-յան եւ Instagram-յան պաշտոնական էջերի, որպեսզի խաղացանկը մշտապես թարմացվում է, տեսնեն եւ բաց չթողնեն ներկայացումները։ Ուզում եմ շնորհակալություն ասել։ Այս լեցուն, այս սիրուն, այս բովանդակալի ծրվա համար, որ դուք ինձ պարգևել եք։ Բայց հիմա պահեկել է, որ մենք ասենք, որովհետև գիտես, շատ եմ եղել հարցազրույցների, բայց այդ որ առաջի տպավորությունը ասենց դուրը բացվում է ու ծաղիկներով քեզ դիմավորում է, ու հետո շատ համով բաներ ես ուտում ու ուղղակի ես հիմա չեմ մտածում, որ ես հարցազրույցի եմ, եւ ուղղակի հավաքվել ենք ու հրաշալի օր ենք ունեցել։ Այդ քեզ մերսի, որովհետև շատ դժվար է ստեղծել մթնոլորտ, որտեղ մարդիկ անկեղծ մենք գործ ունենք, տաղանդավոր, լավ թող լինի շնորհալի Արմեն ջան։ Շնորհալի մարդու հետ, որովհետև որ դուք եք ասում ես հոգու չէ, ես հիմա ասեմ մի բան քո մասին, բայց ես չկտրեք։ Երբ որ ինքը քայլում էր այդ ճիշտ քո նման sense խուճուճ մազով, նախ լուսատիտիկը ես նայում էի, չգիտեմ, մենք շատ քիչ է մեր տարիքային տարբերությունը, բայց ես նայել եմ ու շատ սիրում եմ, ասում եմ, ով այս յուրահատուկ, նախ շատ յուրահատուկ էր հագնվում, այդ աղջիկը ու հետո ինքը սենց մազերով քայլում էր ու այդ իր մազերը ու ինստիտուտի միջանցքներում, իսկ ես իմ մասին ասել եմ, որ իրոք այդպես է, ում ասել եմ սա լինելու է շատ հայտնի դերասանուհի, շատ նույն Անի Երանյան եւ այլն, երբ որ իրանք դեռ հայտնի չէին, ինստիտուտում քայլել են ու ասել եմ որևէ մեկին քայլելուց ասել եմ իրոք իրանք հետո դարձան շատ հայտնի դերասաններ։ Հա, ու դու հենց այդ աղջիկներից մեկն էի, որ ասում էի, վայ, ես քեզ էլ եմ երբ այդ ժամանակ ասել, ես հիշում եմ որ մենք խոսակցություն ունեցանք, ու դու իմ տպավորության մեջ այդ խուճուճ մազերով, այդ հետաքրքիր այդպես կլիպտի նկարներից ինչ որ դուրս եկած, աղջիկ ու եկա որ այսօր քո տուն հենց այդ շարունակությունն է, այդ չգիտեմ, կլիպտի նկարների հիշացրեցի։ Հասում ոչ թե տարիքի իմաստով, այլ ներսի իմաստով, ինձ չգիտեմ ես իմ կյանքից, ես ընդհանրապես այնց շատ չեմ գնում, ոչ ռեստորան, ոչ շնորհակալ եմ, որ ես որովհետև ինձ թվում է այնքան հետաքրքրություններն եմ, բացի իհարկե խոհանոցից, երեխեքից եւ ամուսնու, սա ինքը ամենամեծ իմ հետաքրքրությունն է երեխեքն էլ, բայց ես ունեմ, ասենք իմ համար այդ աշխարհը ժամանակի կորուստը ինձ համար ահավոր է, բայց հիմա ես այնքան լցվել եմ ու ես ուզում եմ որ դու լինես երջանիկ, ուզում եմ որ դու լինես երջանիկ, ուզում եմ որ դու անես այնպիսի բաներ, որտեղ դու յուրահատուկ բաներ ես գտնում մարդկանց հետ, այդ կապը պահելու սրտից սիրտ ինձ համար ամենակարևորն է։ Շատ շնորհավորում եմ, էլի ու Համադա ճիշտ է։ Որպես մամաներ։ Այո։ Թող շատ սիրուն պահեր պարգևեն երեխաները մեզ եւ նրանց հիշողությունները, որոնք ապրում են երգերի մեջ եւ լցնում են մեր կյանքը եւ լցնում են բացը, որ առաջանում է հավանաբար։ Վերսի շատ շնորհակալ եմ այսօր համար, ինձ սուպեր երջանիկ մարդ եմ համարում, ուրիշ ձև չեմ կարող ասել։ Դու ինձ երջանիկ, շնորհակալ եմ։ Հաստատ։ Ուրա։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ։ Գործընկերներ
Armenia Wine, Կտուր AM